Աշխատելուղի եթերում, ինչպես եւ խոստացել եմ, հյուրն է Երվան Բոզոյանը, բարև ձեզ Երվան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մենք այսպես վերնագրեցինք, որ այսօր ԿՊ-ն Նիկոլը բավականին վախեցած վիճակում են, արդյոք ինչ հիմքեր կան այդպես մտածելու, վախեցած են ընտրություններից, արդեն 3-4 ընդդիմադիր ուժեր հայտ են, կարելի ասել, որ հայտ են ներկայացրել, այսինքն հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին, ընդ որում միավորված են գնալու, եւ Գագիկ Ծառուկյանը խոսեց դրա մասին, եւ Մայր Հայաստանը, մեր ձևով կարծեմ այդպես քննարկումների մեջ է, պարզ է, որ Հայաստան դաշինք է այնտեղ եւս միավորված է գնալ, դեռ հələ Թաթոյանենք չեն խոսել ամենայն հավանականությամբ, եւ այնտեղ էլ միավորումներ կլինեն։ Մեծ վայնասուն է, իսկապես դուք կարծում եք, որ իրենք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ, եթե հետևենք նաև իրենց, այսպես երկու բան կա, մի կողմից հիստերիկ ինչ-որ հայտարարություններ, որ Գյումրի երկու թույլ չենք տալու, որ օլիգարխները չեն լինելու, որ նախքին չգիտեմ ինչերը չեն լինելու, այսպիսի հայտարարություն, բայց մյուս կողմից այսպես հրապարակային, առանց թաքցնելու, իրենց լկտի սանձարձակ հայտարարություններ, գործողություններ, օրը ցերեկով ազգային ժողովի փոխնախագահ գնում է եկեղեցի, այնտեղ շատ ասում են, որ սպառնում է, հետո քահանան դրա մասին խոսում է եւ այսպիսի բազմաթիվ բաներ, ինչ որ կանայ գրառումներ են անում սոցիալական ցանցերում չեն թաքցնում, կալանավորում են, գործեր են հարուցում, ել չեմ ասում, որ բանդիտիզմը համատարած տարածված է, կրակահերթ էր եւ մեր աչքի առաջ տեսանք թե ինչ եղավ Գյումրու ընտրված քաղաքապետի հետ, այդ վախեցած մարդու բան չի էլի, նաեւ Մասիսի քաղաքապետի հետ, ել չեմ ասում Փարաքյալի համայնքապետի հետ ինչ արեցին։ Խնդրեմ։ Տեսեք, դուք արձանագրում եք մի բան եւ միգուցե նաև զարմանում եք, թե ինչի է իշխանությունը խոճապի մեջ հայտնված, չէ՞։ Տեսեք, ուրեմն զուտ քաղաքագիտական տեսակետից Հայաստանի 30 տարվա մեջ ոչ մի իշխանություն 7-10 տարվից հետո չի կարողացել երրորդ անգամ չի կարողացել վերարտադրվել։ Տեսեք, Տեր-Պետրոսյանը կառավարեց 7 տարի, հիշում եք, հա, Քոչարյանը կառավարեց 10 տարի, Սարգսյանը կառավարեց 10 տարի եւ երրորդ սրոկ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, պես ասած, չկառավարեցին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանում կա մի ավանդույթ արդեն, որ իշխանությունից հանրությունը հոգնում է։ Կապ չունի այդ իշխանությունը լավն է թե վատն է, մի իշխանություն կարող է լավ կառավարի, լավ արդյունքներով տա, մի իշխանություն կարող է վատ կառավարի, առավել եւս այսօրվա իշխանությունը, որ մենք համատում ենք նախորդ իշխանությունների հետ, մեղմ ասած ամենալավ ցուցանիշները չի արձանագրել, թե մենք հաշվի առնենք, թե մենք ինչ կորուստներ ենք ունեցել, չէ՞։ Եվ այս իմաստով զուտ քաղաքագիտական տեսակետից նույնիսկ եւ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հանրության մեջ կա մեծ հոգնածություն իրանից։ Ընդ որում մենք էլ ենք ուսումնասիրում այդ հանրային կարծիքը, մենք շատ ակտիվ ենք ուսումնասիրում, գետնի վրա ուսումնասիրում ենք եւ ֆոկուս խմբերի աշխատանքով եւ քանակական բանով այսպես ասած վերլուծությունների մասով եւ մոտարապես մենք եկել ենք այն եզրակացության, որ կորիզային իմաստով հանրությունը բաժանված է 3 մասի։ Մոտարապես 15-20%-ը պայմանական անվանենք սև դաշտ, իմպերատիվ պահանջում է այս իշխանությունը փոխել եւ ուղղակի խորքային ատելություն կա այս իշխանության նկատմամբ։ 15-ից 20%։ Իրենք համարում են այս իշխանությունը փաստորեն թուրքամետ, դավաճանական, որ Արցախը հանձնել է, խաբել է 15 թվականի բոլորը եւ այսպես։ Մոտարապես 15-ից 20% պաշտպանում է այս իշխանությանը եւ համարում է, որ այս իշխանությունը համեմատաբար մյուսների համբարձ ավելի լավն է, տենց բան։ Եվ մոտարապես 60% հասարակություն կա, որոնց չեն ճանաչում ոչ Սև դաշտի ներկայացուցիչները, ոչ էլ Փաշինյանի ներկայացուցիչները։ Այդ 60%-ը ուզում է փոփոխություն, ուզում է, որ այս իշխանությունը փոխվի, բայց նաև ինքը իմպերատիվ չի պահանջում, ինքը ատելության մեջ չի լցված, ինքը ուզում է լավ ապրի, ինքը ուզում է անվտանգ ապրի, ինքը չի հավատում այսօրվա իշխանությանը, բայց ընդդիմադիր դաշտի հռետորաբանությանն էլ իրանց չի հրապուրում։ Իրենք մտածում են, իրանք ուզում են, որ իսկապես իրանց առաջարկեն մի այնպիսի առարկայական այլընտրանք, որ նախ եւ առաջ չխափեն, որտեղ իրանք համարում են, իրանք միշտ խափել են։ Իրանք համարում են, որ քաղաքական գործիչները խափեբաներ են, միշտ խափում են իրանք։ Թե այսօրվա, թե նախկինները բան եւ այլն, էլի։ Եվ իրանք համարում են, որ իրանք ուզում են այնպիսի մի Հայաստանում ապրեն, որ նախ անվտանգ ապրեն, երկրորդը իրանք
կարողանան իսկապես նորմալ բարգավաճեն, այսինքն նորմալ սոցիալական կյանքը բարձրանա, տնտեսական զարգացում լինի, այլ ոչ թե ինչ-որ խոստումների մակարդակով առարկայական, որպեսզի մարդիկ համոզվեն, որ դա կարա լինի տես բան, հա, եւ իրանք ասում են հետեւյալը, որ եթե չտեսնեն այդ այլընտրանքը, իրանք կամ пассив են մնալու, որտեղ իրանք չեն հավատում, այսպես ասած, վերամբաց խոստումներին, միանշանակ չեն հավատում նաեւ այսօրվա իշխանությանը։ Հիմա այդ ժողովրդի վրա բոլորը ջղայնացած են եւ սևդաշտի մարդիկ են ջղայնացած, անվանում են, որ ժողովուրդը անտարբեր է, բան իր հանդեպ բան էս կամ եւ վախեցած է Նիկոլ իշխանությունը, որտեղ Նիկոլ իշխանությունն էլ մտածում է, որ այս ժողովուրդը որ հանգարց զարթնեց եւ հանգարց ինքը ակտիվացավ, ինքը ուղղակի կարող է պատահի սրբի այս իշխանությանը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե այս համապետական ընտրություններում մոտարապես Այսինքն Նիկոլի համար էլ պարզա որ այս 15-20-ը իրեն մերժում են, ինքը վախենում է այս 60%-ի արտանալուց։ Բոլորը, ասենց ասում եմ, տեսեք, ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը կկողմնորոշվի 60%-ի վրա, որտեղ այդ 15-20%-ը միևնույնն է գնալու ընտրությունների Կես այնտեղ, այսինքն այն մարդիկ, որոնք իրան համարում են դավաճան, չգիտեմ, թուրք, բան եւ այլն, գնալու են միանշանակ իրան դեմ են քվեարկելու են ընդունում այն ուժին, որոնք իրեն կամարեն սպարինգ պարտներ, այսինքն ամենագլխավոր ուժին կքվեարկեն, ով որ իրանց կհամոզի, որ այդ ուժն է ամենաարմատականը։ Այն 15-20%-ը կգնա քվեարկի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց պատկերացմամբ հանգարց չգան ռուսամետ ուժերը կամ նախկինները, այսինքն ինքը տենց են։ Այսինքն այն 15-20%-ի մեջ իշխանությունը սրսկել է, որ եթե հանգարց ինքը պարտվի Ռուսաստանը բոբոյի պես կգա կվերցնի, այս 15-20%-ն էլ սև դաշտի։ Անկեղծ մտածում է, որ եթե հանգարց Նիկոլը վերարտադրվի, Թուրքիան կգա, Ադրբեջանցիները կգան, իրանք ստեից կփախնեն, այսինքն մեծ հաշվով կա վախի սինդրոմ եւ այստեղ 60%-ի մոտ շատ ավելի մեղմ է այդ ամեն ինչը, 60%-ը չի հավատում ոչ այս տրամադրություններին, ոչ այս տրամադրություններին, ինքը ասում է, որ ես մեծ սպասում ունեի 18 թվականին, բոլորը կողմնակից են եղել, որ 18 թվականին փոխվեր իշխանությունը, եւ բոլորը ուզում էին, որ իսկապես հավատում էին Փաշինյանի սկզբնական փուլում, որ կարող է իսկապես գա սոցիալական արդարություն, օլիգարխները, որ գնան գները կիշնեն, մրցակցություն կգնա, բանը օլիգարխներ չեն լինի, նորմալ մարդիկ կապրեն Հայաստանի կենսամագարտակը։ Այդ անցավ եկա պատերազմից հետո 21-ին ինչ մտածեցի։ Հիմա այդ 60%-ի մի մասը եկավ այս կողմ։ 60%-ի մեծ մասը, ես անկեղծ ասեմ, չի քվեարկել։ Ես ուղղակի ասում եմ 21-ին չի քվեարկել, ուղղակի չի գնացել։ Ուրեմն պաշտոնական տվյալներով 48%-ն է քվեարկել մասնակցել ընտրություններին։ Ընդամենը, այսինքն այս 60-ից 10 քանի տոկոսն է միացել։ Մեր անալիզը ցույց է տալիս, որ եթե 55%-ից ավել քվեարկի, իշխանությունը անվերապահ փոխվելու է։ Ինչի դուրս չեկան, որովհետև չուզեցին ընդունել, որ իրենց խափել են Նիկոլը, որ իրենք հիմար են եղել։ Ինչ մենք ուղղակի նույնիսկ բանը։ Դե մարդը դժվար է ընդունում, չէ՞, որ իրեն հիմարացրել են։ Մենք նույնիսկ հարցաքննություն ենք արել, գնացել է։ Մենք նույնիսկ հարցաքննություն ենք անցկացրել մարդկանց, իրանք ասում են հետեւյալը, որ մենք այլևս չէինք հավատում Նիկոլ Փաշինյանին, բայց չէինք ուզում, որ նախկինը վերադառնա։ Իրանց գնահատականն եմ ասում։ Իրանք ասում են, որ մենք ուզում ենք ինչ-որ մի հատ նոր բան լիներ, որտեղ մենք հավատայինք, որ Հայաստանը ոչ նախկինին կվերադառնար, ոչ էլ էսի կլներ, մենք դա չտեսանք, դրա համար մենք չգնացինք ընտրության։ Հասկանում եք, էս է իրավիճակը, այսինքն մարդկանց մոտ կա հետեւյալ խնդիրը, այդ մարդիկ իրանց մոտ արմատական բան չկա Նիկոլ Փաշինյանի։ Պարոն Բոզյան, ընդդիմադիր գործիչները այս ընթացքում 21 թվականից մինչև 5 տարի հրապարակում են եղել եւ գործունեություն են ծավալել եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժեր։ Ուրեմն շատ վատ են աշխատել, որ այս 60%-ը քարացած շարունակում է մնալ իր տեղում։ Վատ են աշխատել։ Այսինքն այս ընթացքում չեք կարողացել սոցիալական մի շարք հարցեր։ Ավելին ասեմ չեն աշխատել։ Ձեր ուժը կոնկրետ սոցիալական ուղղությամբ աշխատում է, չկարողացավ ինչ որ մի բան բերել։ Մայր Հայաստանը միայն սոցիալական ուղղությամբ է, առնվազն Երևանում։ Այդ հարցին պատասխանեմ սենց։ Մենք ի տարբերություն մյուսների անկեղծ պետք է խոստովանենք դրական եւ բացական կողմը։ Մենք շատ ակտիվ աշխատել ենք գետնի վրա մարդկանց հետ։ Մարդիկ շատ դրական էին տրամադրված մեր աշխատանքի հետ կապված, բայց մարդկանց մեծ մասը համարում էր, որ մենք չունենք այն ուժը, որ կարող փոխեն, իրանք չէին հավատում, որ փոքր ուժը կարա փոխի երկրում իրավիճակ, այսինքն իրանք ասում էին ինչ որ Ինչի Նիկոլն էլ փոքր մի հոգի էր։ Տեսեք, հիմա Նիկոլ շատ չգիտեն, որ հետևում Թուրքիան է կանգնել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը եթե լիներ սովորական ընտրություններ,
հաստատ ինքը 6-7%-ից ավել չուներ, ասենք 16 թվականին, 17 Ընդհանրապես ինքը դիմանա, որ ինքը միշտ այդքան ունեցել։ Ինքը պատահական 18 թվականին եղել է պատահական, որովհետև այն մեծ խոշոր գործիչները փաստորեն փաս էին իջել, եւ այսպես ասած սուրբ տեղը դատարկ չէր մնացել եւ ինքը պատահական հայտնվել է միտեղ, որտեղ բանսես մի ձևակերպում Գերբերտ Ուելսը, եթե հիշում եք, ժամանակին բոլշևիկների իշխանության գալու ժամանակ ասեց Բոլշևիկի остались на борту у брошенного корабля, այսինքն բոլշևիկները հայտնվեցին, այսպես ասած, նավի բորտին, որտեղ արդեն բոլորը լքել էին։ Այդ նույն բանը կատարվեց 2018 թվականին, դրա համար Փաշինյանը ակամայից հայտնվեց այդ նավի բորտին։ Այսինքն դա պատահականություններ բառից բուն իմաստով։ Եվ այդ իմաստով հիմա հասարակությունը մերժում է նման պատահականություններից։ Հասկանալի է։ Օբյեկտիվորին հասկանալի։ հասկանալի Եկեք ավելի բաց խոսենք, հա, ես էլ եմ ուզում հասկանալ։ Այս 5 տարիների ընթացքում, որովհետև նաև ընդդիմությունը սոցիալական հարցերով ուղղությամբ չաշխատեց, դա է խնդիրները, թե։ Քանի եթե մենք ասենց անկեղծ զրուցում ենք, նայեք, որ ասում եք ընդդիմություն, չէ՞, ընդդիմադիր քաղաքական վերնախավը ինքը միշտ փորձում է աշխատել այն պատկերացումները, որ ինքը նախկին ունեցել է։ Ինքը չկարա փոխվի։ Մարդը իսկ իրականում մեր քաղաքական ընդդիմանը վերնախավը ձևավորվում է Երևանյան սրճարաններում։ Երևանում մարդիկ սուրճ են խմում, սկսում են խոսել իրար հետ, տաքանում են, բան են անում եւ ձևավորվում են խմբեր։ Այս մի խումբ, այս մի հետ այդ խմբերը կարող են վերածվել կուսակցությունների եւ այդպես ձևավորվում են կուսակցություններ։ Հայաստանում մոտավորապես 100 կուսակցություն կա, բայց դուք էլ եք հասկանում 100 կուսակցություններ, որ թղթի վրա կուսակցություններ են, բայց իրականում դա մաքսիմում 5-6 կոֆեի սուրճ, կոֆեի խմելու սուրճ, բան շուրջ հավաքված մարդիկ են, որոնք խմում են, բան են անում։ Ինչի, որովհետեւ աշխատել դա նշանակում է մտնել տնետուն, աշխատել մարդկանց հետ շփվել, աշխատել նշանակում է, տեսեք, ես մի օրինակ բերեմ, պատկերացրեք։ Ուրեմն տեղական ընտրությունների ժամանակ, լինի դա Գյումրի, լինի դա բան է, Վաղարշապատ, լինի դա Երևան, չէ՞, փաստացի ոչ մի լուրջ քաղաքական ուժ տենց մեծ չմասնակցեց, կարելի ասել։ Մասնակցում են կամ տեղական ուժերը, եւ միակ քաղաքական ուժը, որը հանրային էր, համարվում էր, որ ինքը պետք է դա Մայր Հայաստանն էր։ Ինչի՞ եմ, ուղղակի տեսեք, Գյումրին վերցնեք։ Ոչ մի կենտրոնական ուժ չմասնակցեց։ Միայն տեղական ուժերն էին գումարած Մայր Հայաստանը։ Տեսեք Վաղարշապատը նույնը կարելի ասել։ Տեսեք Երևանը նույնը կարելի ասել։ Հայրենիքը չէր աջակցում, այն ինչ էր անում այլ։ Բայց հանուն արդարության պետք է ասել, աջակցել է մի ուրիշ բան է։ Ուղղակի մասնակցել է, դրանք տարբեր բաներ են, շատ տարբեր բաներ են։ Այսինքն տեսեք, քաղաքական ուժեր են, մեծ ուժեր են։ Չէ, Մամիկոնին ուզում եմ հասկանալ, Գյումրիում ես ուղղակի մոռացել եմ։ Չէ, ես ուղղակի ձեզ ասում եմ, դուք մոռացել եմ, չէ, իրենք ես չեմ մեղադրում այդ մարդկանց։ Ես ուրիշ բան եմ ասում, ես չեմ մեղադրում դրա համար։ Ուղղակի ասում եմ հետեւյալը, եթե քաղաքական ուժերը չեն մասնակցում տեղական ընտրություններին, դա նշանակում է քաղաքական ուժերը չեն հավատում ընտրական միջոցով ինչ-որ կամ չեն հավաքում տեղական իշխանության լիազորություններին։ Համաձայն եք սրա։ Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը իրականում համարում են, որ այս համանդությունը ձևական բան է գրած։ Այսինքն եթե դու չես հավատում այդ տեղական ուժերին, չես հավատում ընտրություններին, դա նշանակում է այս համանդրական կարգին չես հավատում։ Շատ լավ, մեկ այլ բան եմ ուզում հասկանալ, պարոն։ Ամբողջ աշխարհում նոնսենս է։ Աշխարհում ընդհանրապես քաղաքական ուժերը մասնակցում են թե տեղական, թե հանրային ընտրություններին, եւ դրա համար երբ դու տեղական ընտրություններին մասնակցում ես, դու սկսում ես տրամադրությունները հասկանալ, պուլսը զգաս։ Հիմա եթե քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, ոնց կարա հանրային պուլսը զգա։ Այդ պուլսը ինքը չի կարա զգա, բայց կարա ասենք պատվիրի, ասենք ինչ-որ սոցիալոգիական հարցումներ, որ իր վրա գրեն, որ ինքը բավականին այսքան բան ունի եւ այլն եւ այլն։ Որը տրամաբանական է, բայց մենք եթե ստեղծում ենք կեղծ պատրանք քաղաքական ուժերի մասին, մենք մեղադրում ենք, որ իշխանությունը կեղծ բաներով է խոսում, մի քիչ անսկզբունքային մոտեցում է գալիս առաջ։ Եվ այդ իմաստով ես դրա համար եմ ասում, Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չի։ Դե պարզ է։ Ես հիմա տեսեք 30 տարվա երկիրեր ինչ եք ուզում։ Չէ, բայց կներեք 30 տարվա երկիրեր նորմալ ուզում եք, եթե անկես լինի, դուք եք ձեր խոսքը տանում, պետականություն չենք ունեցել, պետություն չենք ունեցել, սա չենք ունեցել, համակարգ չի ունեցել։ Տեսնեք, որ համակարգված է եկեղեցի ոնց է դիմանում։ Ես համաձայն եմ։ Ինքը հզոր կառույց է, ոնց է դիմանում։ Դրա համար ինքը 1600, դրա համար ինքը լուրջ, դրա համար ինքը մնայուն կառույցապ դիմանում է։ Հիմա տեսեք, բայց հիմա հանուն արդարության պետք է ասեմ, էլի։ Մեր ժողովրդի մակարդակը, ինտելեկտուալ մակարդակը
չեմ կարծում ավելի ցածրական վրացիների մոտ։ Առավելևս ավելի ցածր չի կան ադրբեջանցիների մոտ։ Չէ, բայց պետությունը ինքը բանա չէ տալիս։ Բայց հիմա տեսեք, եթե մենք համեմատում ենք Ադրբեջանի պետական կարգը, Վրաստանի պետական կարգը, իրանց լրագրողական համայնքի որակն ու մակարդակը, իրանց քաղաքական վերախավների, տեսեք, Ադրբեջանը խիստ ավտորիտար երկիր է, Վրաստանը համեմատաբար ավելի դեմոկրատական։ Մի մոռացեք, այդտեղ մշտական ներկայությունը եւ ազդեցությունը Թուրքիայի։ Իսկ Թուրքիան ինքը խորքային պետություն է։ Ադրբեջանի հարցում միացեք, Վրաստանն էլ պետություն է, անցել է այդ ամեն ինչով, իր ձևավորված։ Մենք այդ իմաստով շատ վատ վիճակում ենք։ Այսինքն կարանք արձանագրենք, որ մենք այո տարբեր ենք, թույլ ենք իրանցից։ Մենք ոչ թե թույլ ենք, մենք անգամներով ավելի հետ ենք ընկել երկրներից։ Այո։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, իմ արձանագրելով դա, մենք կարող ենք նաև արձանագրել, որ 30 տարի մեջ մենք ճիշտ է տնտեսական աճ ենք ունեցել, տնտեսական զարգացում ենք ունեցել, պետական մակարդակով եղել ենք ճիշտ կամ սխալ քաղաքականություն ենք վարել, բայց քաղաքական վերնախավ այդպեսին չի, չենք ձևավորել։ Այո, համաձայն եմ։ Այսինքն քաղաքական վերնախավ, լուրջ մակարդակի լրագրողական վերնախավ, ոչ թե բամբասանկային լրագրողներ։ Տեսեք, ես որ նայում եմ, ասենք Հաքինազի կամ Մինվալ Ազի կամ վրացական կայքերի վերլուծությունները, իրանք համաշխարհային մակարդակի լեվելի անալիզներ են տալիս։ Դու ցույց տվեք մի հատ հայկական կայք կամ հայկական լրատվամիջոց կամ հայկական վերլուծական կենտրոն, որը այդ կլասի անալիզ Եթե անկեղծ հիմա տեսեք, եթե համաձայն մեջ գնանք, հիմա ես ռուսական այդ անալիտիկ բաներն նայեմ եւ նաեւ այսպես ծաղկակաղի պես համաշխարհային մամուլը, որ անդրադառնում առնվազն այս տարածաշրջանին Ռուսաստանին, շատ ավելի բարձր է, քան ռուսական, այնպես որ այնտեղ մշակույթ կա, բան կա, խոսքի ազատություն է եղել մի քանի ժամանակահատված։ Նույն արևմուտքում բան, ասենք ես անգամ Ռուսաստանի հետ համեմատելով այդ իմաստով, ասենք իրենք բան բարձր։ Հիմա մենք իրենցից էլ ցածր ենք դրանից։ Տեսեք, Ռուսաստանում առանձնապես շատ նենց խոսքի ազատություն չկա, համաձայն եք սա։ Բայց իրենք որակը, անալիտիկ որակը բարձր է, բայց իրենք զիջում են, այնուամենայնիվ արևմուտքի անալիտիկ այդ ամեն ինչից, որտեղ այնտեղ լուրջ փորձագիտական ինստիտուտներ կան, այնտեղ պարբերականներ կան, որտեղ ասենք խորհուրդ կա, այդ խորհրդի մեջ ներեգություն, Նոբելյան մրցանակակիրներ կան, այնտեղ այդ անալիտիկ կենտրոնից, օրինակ, անալիտիկ կենտրոնից դուրս են գալիս պետքարտուղարներ, պաշտպանության նախարարներ։ Չէ, այն ավանդույթը, որ կա արևմուտքում, ամենաբարձրն է, բայց նույնիսկ ավտորիտար երկրներում, ասենք նույն Ադրբեջանը, որ ավտորիտար երկիր է, այնտեղ էլ միտքը, քաղաքագիտական միտքը եւ լրագրողական որակը անգամներով ավելի բարձր է կամ մեր մոտ։ Պետք է մենք խոստովանենք, որպեսզի կարողանանք փոխենք։ Եթե մենք դա չենք խոստովանում, մենք չենք կարող փոխենք։ Գնանք, ես շատ կարեւոր է այդ մոմենտը մենք հասկանանք։ Անժելա, մենք պետք է կարողանանք այս այն Հայաստանը, որ մենք ունենք, մենք պետք է որակապես նոր Հայաստան։ Ճիշտ է, բայց ես մի բան ասեմ, եթե մենք այդ որակապես նոր Հայաստան չկարողանանք ձևավորենք, այս Հայաստանը չի լինի։ Տեսեք, պայմանական ասած շատ հետաքրքիր դիտարկում է մեր հետևորդների կողմից այս պահին ուղարկեց 30 տարվա մեջ ոչ ոքի չհաջողեց, սրան կհաջողի, ինչու, ոնց, որտեվ հիշում եք, ասում եմ, ոնց կարող է ինչ-որ մեկը մտածի Արցախից ինչ-որ տարածքներ զիջման մասին, մնա իշխանության, Հայաստանի Հանրապետությունից այս մարդը տարածքներ ա տվել 10,000 զոհ, 13,000 հաշմանդամ, Արցախը տապալել է ցեղասպանության եզրին պատրաստում եւ այլն եւ այլն։ Այս ամենով հանդերձ էլ այս մարդը շարունակում է 8-րդ, 9-րդ տարին է մտնում, շարունակում է մնալ իշխանության եւ ինչ ասում, ոնց մնացած հարցերում, այնպես էլ մնացած երրորդ անգամ իշխանության կմնա։ Նրանց մոտ չի հաջողվել եւ մտքներով անգամ չի անցել այդ բաներն անել, այս մարդը արել է հետեւում Թուրքիա արել հաջողել։ Ինչու՞ չի հաջողվել դուք ասեք։ Չեմ ուզում գնահատական տամ այդ տիպի։ Չէ, հարց է տալիս, գնահատական չի, հարց է տալիս, ասում եմ ձեզ, տեսեք հետեւյալ ինչի մասնա խոսքը։ Ուրեմն հանրային տրամադրությունները կապիտալիզացնելը մի բան է, որտեղ հանրային տրամադրությունները արդեն իմպերատիվ մեր ժողովրդի մեջ կա վերջնական որոշում, որ մենք պետք է փոխվի այս իշխանությունը։ Այսինքն մարդկանց մեծ մասը 80%-ը այս կամ այն չափով ուզում է իշխանությունը փոխվի։ Ինչու՞։ Որտեղ այդ 80%-ի մեջ մի մասը մտածում է, որ սա ազգային անվտանգության աղետի կարա վերածի Հայաստանը, մյուս մասը ինքը համարում է, որ ֆունդամենտալ խաբվել է իր համար։ Եվ իրանք ուզում են որակել առաջարկ, որտեղ մարդկանց կներկայացնի այլընտրանք անվտանգային համակարգ, թե ինչի է այս իշխանությունը կբերի պատերազմել ոչ թե խաղաղության եւ ինչ պետք է անենք, որ մենք բերենք խաղաղության։ Այդ մեկ, երկրորդը, ինչ տնտեսական մոդել պետք է մենք ունենանք, որպեսզի երկիրը զարգանա եւ մարդկանց սոցիալական վիճակը բարձրանա։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ։ Հարևան Վրաստանի մենք համատենք սոցիալական ծրագրերը, որ Վրաստանն է իրականացնում, մենք ենք իրականացնում, Սարուձոր։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք սա ընդվերում Հայաստանն ու Վրաստանը զուգահեռ զարգացել են 90-ական թվականներից։ 90-ական թվականների մենք ավելի առաջ էինք, քան Վրաստանը։ Ասեմ, էներգետիկ ռեֆորմերի ժամանակ Հայաստանի էներգետիկ նախարարը
նստում էր Թիֆլիսում, որպեսզի իրանց բացառել թե ինչպես պետք է իրենք այս մակարդակի էր բարձր 2000-ական թվականներին մենք այնքան էինք բարձր մեր զարգացումով Վրաստանից, որ Վրաստանից գալիս էին ստեղ խոփանչներ աշխատելու մեր մոտ մարդիկ չգիտեն դրա մասին հասկանում եք եւ իրանք էլ ասում են միգուցե դուք լավ սփյուռք ունեք դրա համար հետո կամած գնաց հետ զարգացման process-ը հիմա այս որ իդեպ ասեմ որ օրինակ 2012 թվականին Հայաստանի եւ Վրաստանի համախառն ներքին արդյունքը ասենք էկոնոմիկայի ծավալը նույնն էր Հայաստանում էր ընդեղել մոտավորապես 13 միլիարդ դոլարի էկոնոմիկա էր հիմա Վրաստանում 37 միլիարդ է մեր մոտ 27 միլիարդ է ասենք տարբերությունը սա մեծ է ինչի է տենց ես այդ ամեն ինչը ուզում եմ ասում եմ որ մինչև մենք չունենանք այլընտրանքային ծրագիր որովհետեւ երբ որ դու ասում ես որ Փաշինյանը վատնա իշխանությունը վատնա եկեք մենակ ինքը որ վատնա պետքա փոխենք դա արդեն հիմնավորում չի բայց ոլորտ առ ոլորտ հիմնավորված ասում են առողջապահության համակարգ տեսեք Վրաստանում ռեֆորմեր են անցկացրել մարդիկ դուք եք ներկայացրել ինչ ա եղել այս մարդը ռեֆորմա անցկացրել խայտարակությունը առողջապահության համակարգը Հայաստանը շատ մանրակրկիտ վերլուծելով այս ամենը մենք ունենք շատ հետաքրքիր մեր մեջ արդեն մատերիալ դե մենք ինչ պետք է անենք մենք նաև լուրջ մակարդակի վերլուծել ենք դրսի փորձը հանդիպել ենք դրսի բաների հետ շրջանակների հետ շատ խոսեն շատ հետաքրքիր բաներ ենք շատ իդեալներ ունենք մենք շատ հրաշալի շատ լավ փաթեթ ենք արդեն ձևավորել տնտեսական մենք պետք է հիմա դա տնտեսական փաթեթը քննարկենք նաև առաջարկ Հայաստանի ծրագրի հետ որտեղ մենք որոշել ենք որ պետք է դաշինքով մասնակցենք ինչի է կարևոր դաշինքով մասնակցելը որտեղ դու ինչքան է լավ ծրագիր որ դու ունենաս մարդը ասում է գիտես ինչ դու լավ ծրագիր ունես դու շատ լավն ես բայց ես չեմ հավատում որ դու կարողանաս իշխանություն փոխես որտեղ դու փոքր ուժ ես այդքան ռեսուրս չունես ես կհավատամ այն ուժին որը կարողանա այդ հնարավորություն ունի այդ բանը անելու այսինքն մեծ ուժեղ մեծ ռեսուրսներ ունենա եւ կարողանա կոնսոլիդացնել իր կողքը ավելի շատ մարդկանց այսինքն հավատքի խնդիր կա մարդիկ հավատում են այն ուժին ով կարողանա հավաստացնի մարդկանց որ այդ ռեսուրս ունի իշխանություն ռեսուրս ունի լիդերի հատկություններ ունի խարիզմատիկ է մարդկանց հետ կարողանում է շփվել ներկայանալի տեսեք մենք հիմա պատրաստվելու ենք արդեն քննարկել առաջարկ Հայաստանի շրջանում այդ ամեն ինչից հետո մարդիկ որ տեսնեն թե մենք ինչ ենք առաջարկում Հայաստանի անվտանգության հետ կապված խաղաղության գործընթացի հետ կապված, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված, տնտեսական զարգացման հետ կապված, սոցիալական մակարդակը մարդկանց ոնց կարա բարձրանա, թոշակառուները ինչ կարան դրանից ստանան, առողջապահական ինչ համակարգ ենք մենք դնելու, որ մարդիկ այլևս տներ չծախեն, որպեսզի իրանց առողջությունը կարողանան բուժել։ Ես ինֆորմացիա ասեմ, մեր անալիզների արդյունքում մի քանի մարզերում ուղղակի շշմելու բան է, ասեմ, չեք հավատա պարզապես 10%-ը բնակչության հետ մոտավորապես 10%-ը իրանց տները վաճառել են, որպեսզի կարողանան իրանց առողջական բաները հոգան։ Դու հասկանում ես ինչ ան։ Այսինքն մարդիկ հիմա վարձով են ապրում։ Ինքը տուն է ունեցել։ Մինչև 18 թվականը տուն է ունեցել։ Հիմա ինքը տունը վաճառել է, ինչի է վաճառել տունը։ Բանկից գնացել է, ստացել է այդ բանը, չի կարողացել փակի։ Տունը վաճառել է, հիմա ինքը տունը վաճառել է, ինքը իր առողջությունը ինքը հաշվել է, որ այդ գումարը կարող է այնքան հերիքանի, որ մեռնելու ժամ, բայց ինքը որ մեռնի իր երեխաները արդեն չի։ Այսինքն սա սարսափելի վիճակ է։ Շատ լավ, մի հատ։ Տեսեք հիմա այս մի հատ օրինակ բերեմ, որ դուք պատկերացնես թե քաղաքացի բանկեր փոխհարաբերության մեջ ինչա փոխվել, հա, որ պատկերացնես։ Ուրեմն, եթե դու հիշում ես մինչև 2018 թվականը մարդիկ քաղաքական ուժերն էլ խոսում էին, որ բանկերը կեղեքում են ժողովրդին, բանկերը սենց եւ այլն եւ այլն, սենց։ Բայց հիմա տեսեք ինչա կատարվում, էլի, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն մինչև 2018 թվականը համախառն մաքուր եկամուտները, բանկի 22-23 բանկ կա Հայաստանում միշտ եղել է։ Իրանց բոլորի համախառն մաքուր շահույթը մոտավորապես 50-60 միլիոն դոլար էր կազմում։ 20 թվականին կազմեց 100 միլիոն դոլար, 20 թվականին հիշեք այդ թիվը։ Հետո սենթած դառավ 280, հետո դառավ 450, հետո դառավ 600, հիմա գիտեք ինչ կարա դառել։ 1 միլիարդ 100 միլիոն դոլար։ Պաշտոնական ինֆորմացիա եմ ասում։ Այսինքն 20 թվականից մինչև 25 թվական 5 տարվա ընթացքում բանկերի շահույթը 11 անգամ մեծացել է։ 11 անգամ։ Հիմա տեսեք, Հայաստանի էկոնոմիկան համախառն ներքին արդյունքը հնան
13 միլիարդից դառնա 27 միլիարդ։ Եթե բարձ բառերով ասենք թալան ժողովրդին հարստացել են ովքեր, սա չգիտեմ գիտակցաբար է Նիկոլա դրան գնացել, թե այստեղ շահառուներ են եղել բանկի կառավարիչներ կամ իրացի մասեր, որ ես հիմա փաստ եմ որտեղ շատերն ասում են Նիկոլը այդ առումով բութա չի հասկանում, եւ կողքից կան մարդիկ, որ ունեցել են բանկեր, հետո կիսվել են Նիկոլի հետ։ Կներեք, հիմա ես ասեմ մեր ժողովուրդը որ իմանա, ուրեմն կա բանկերի միություն հասկացողություն։ Նախկին 3 նախագահների ժամանակ էլ բանկերի միությունը իշխանությունը չունի ուղակի լիազորություն ճնշելու կենտրոնական բանկին, այսինքն ֆորմալ իմաստով, օրենքներով ինքը չի կարա հրաման տալ, ճիշտը դա է հենց, բայց կա բանկերի միություն, որի միջոցով դա հանրային հասարակական կառույց էր, որի միջոցով գնում էր երկխոսություն եւ իշխանությունը հորդորում էր, որ բանկերի մի քիչ զսպեն, որ բանկերի բանը մի քիչ հասկանալի պատճառներով, չէ՞։ Այս իշխանության կառավարման ժամանակ բանկերը ստացել են սարսափելի մեծ լիազորություններ, եթե դուք նկատել եք 300,000 դրամից ավել բոլոր շրջանությունները բանկերով են, գիտեք այդ պատմությունը։ Դա արդեն մեծ նվեր էր, չէ՞, բանկային համակարգ։ Ցանկացած անում եք ամեն ինչի սպասարկման անում, բոլոր տեղերից միշտ տեսեք, բոլոր հարցերից ասենք, նույնիսկ բանկերում աշխատավարձը, որ դուք փոխանցես նույն բանկում աշխատողին, միջնորդավոր ցարն է ստանում, բայց տենց բան չի եղել մինչև 2000։ Եվ այս մարդիկ, որոնք խոսում էին արդարության մասին, խոսում էին օլիգարխիկ համակարգի մասին։ Ես ուրեմն Ժորժ ջան, մի հատ բան եմ ուզում հարցնեմ ձեզ, էլի, որ ասում են օլիգարխիկ համակարգ, նկատի ունեն, որ օլիգարխները թույլ չեն տալի, որ գները իջեցնեն, որտեղ մրցակցություն չկա, չէ՞։ Տենց դա ընդունված է այդ ձևակերպումը, չէ՞։ Բայց մի հարց եմ տալիս, 2018 թվականից գները անգամներով չեն բարձրացել։ Տեսեք, օրինակ անցյալ տարվա կտրվածքով պաշտոնապես մեր մոտ ինֆլյացիան արժեզրկումը ընդամենը 3% է արձանագրված։ Ֆորմալ իմաստով ճիշտ թիվ է, բայց այդ թիվը համընդհանուր բոլոր ապրանքների գների մասին է խոսքը։ Առաջին այն կարևոր ապրանքները, որ մարդիկ սպառում են, դրանց գները բարձրացել են մոտավորապես 15-20-25%-ով, տարբեր ապրանքների մասին է խոսքը, չէ՞։ Այսինքն 3%-ը ինքը որպես թիվ ճիշտ թիվ է, բայց չի համապատասխանում իրականությունը այն իմաստով, որ ասենք տասնյակ հազարավոր ապրանքներ կան, որոնք այդ ապրանքների թվերը կարող է չի բարձրացել, որոնք մարդիկ չեն սպառում, որ չեն ծախսում այդ ամեն ինչը, բայց այն ապրանքները, որ մարդը սպառում է, ինքը բարձրացել է եւ դա տարես տարի։ Այսինքն 2018 թվականի համեմատած, եթե դու հիմա ասենք նախկինում դու սուպերմարկետ կարար մտնել $100 բանաներ, հիմա դու առնվազն պետք է $200 ծախսես, որ դու կարողանաս այդ նույն ապրանքները գնես։ Այն ապրանքները, որ դու փաստացի պետք է հիմա հարց $200 դա նշանակում է այսօրվա դրությամբ մոտավորապես 80-75-ից 80,000 դրամ, չէ՞։ Հիմա տեսեք մինիմալ աշխատավարձը այսօր Հայաստանում պաշտոնապես 75,000 դրամ է։ Եվ պաշտոնապես 30% աշխատողների ստանում է 75,000 դրամ։ Հիմա հարց, իսկ բանը մինիմալ սպառողական զամբյուղը պաշտոնապես իրանք հայտարարում է 75,000 դրամ, բայց մեր կարծիքով դա 80-82,000 դրամի է, sense ձևակերպեմ, հա։ Հիմա դա նշանակում է, որ մարդկանց 30%-ը ապրում են պարզապես բառից բուն իմաստով գոյություն են ունենում, ոչ թե ապրում են։ Ֆիզիկապես գոյություն ունեն, որ չմեռնեն։ Հասկանում եք 30%-ը, տենց են ապրում։ Շատ լավ, այս 60%-ը եթե դան գումարենք թոշակառուներին, որից մինիմալ թոշակը այսօր 36,000 դրամ, այսինքն մինիմալ սպառողական զամբյուղից բանը 2 անգամից ավելի ցածր է։ Հասկանում եք, այդ թոշակառուն եթե չունենա երեխա, թոռ, բարեկամ բան, այդ թոշակառուն չի կարող ապրի, որտեղ թոշակառուի այդ բանը չի համապատասխանի, եթե դու մանավանդ որ թոշակառուի դեղերի գործոնը ավելի անգամներով ավելի բարձր է, քան ասենք օրինակ մեր հարևան երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սա փաստորեն 18 թվականին խոստացած սոցիալական պետության գաղափարը իրանք ոտատակ են արել, այսինքն ոչնչացրել են անգամներով ու կազմակերպել են ամբողջ այդ իդեան, այդ բարեկեցության պետության գաղափարը ոչնչացված է, որ մարդիկ կարողանան մարդիկ արդարացի էին բողոքում նախկինում, որ պետությունը փաստորեն օտարված էր մարդուց, բայց հիմա անգամներով ավելի օտարված, անգամներով նախկին իշխանությունը գոնե վախ ուներ, որ չափ չանցներ ինքն էլ էր վատ վերաբերվում, բայց ինքը վախից նախկին իշխանությունը ես իշխանությունը արդեն անհարմար է համեմատել։ Այս իշխանությունը արդեն ցինիզմի բոլոր սահմաններն չէ, հետո ասենք որ ասում են հիմա դարձել է միլիարդեր, Նիկոլեն մեկը դարձել է միլիարդեր, միլիոնատեր, ասում են, բա այն մյուսների ժամանակ իհարկե դե սա տարբերությունը դեք ինչի մեջ է, տեսեք։ Տարբերությունը երկիր է ծախել այսքան դիակապ։ Տարբերությունը նախկին իշխանությունը
չէր գիտակցում, իր օլիգարխներին ուղարկում էր պարլամենտ, հարգելի ժողովուրդ։ Մարդիկ տեսնում էին այդ իրանց օլիգարխներին պարլամենտում ներվայնանում էին, ասում էին, հա, այդ դրա համար մեր կյանքը վատ է ապրում։ Այսօրվա իշխանությունը տես բան չի անում, ինքը խելոքացել է։ Ինքը իր օլիգարխներին ասում է դուք գնացեք պահկվեք մեր մեջքի հետևը, որ դուք չերևաք։ Ուղարկում է ուսապարկերի, կնոպկա սխմողների, այդ մարդկանց անունազգանների մեծ մասին ես չեմ էլ ճանաչում, որտեղ իրենք կնոպկա սխմող են, իրանք ոչ իդեա ունեն, ոչ պատկերացում, իրանք շրջաբերական ասենց SMS ուղարկում են, SMS-ով իրանք քվեարկում են, հարգելի ժողովուրդ, բայց իրանք իրականում ավելի օլիգարխիկ համակարգ է իրանցը, կան նախկինում, եւ այդ ավելի օլիգարխիկ համակարգը դրա պատճառով մեր գները բարձրացել են, դրա պատճառով իրական մրցակցություն գոյություն չունի։ Իմիջիայլոց այդ բանկերի մասին, որ խոսում եք, դուք ասեցիք, ինչքան ասեցիք եկամուտ, միլիարդ 1 միլիարդ 100 միլիոն դոլար։ Այդ 1 միլիարդ 100 միլիոն։ Այո, անցյալ տարվա մասին է խոսքը 1 միլիարդ 100 միլիոն։ Այսինքն, տեսեք, Հայաստանի էկոնոմիկան մեծացել է 2 անգամ, հարգելի ժողովուրդ։ Ձեր կենսամակարդակը պետք է 2 անգամ մեծանար, չէ՞։ Բայց ձեր եկամուտը ոչ միայն չի մեծացել, այլ նվազել է։ Ինչի հաշվին։ Այն բանի հաշվին, որ այդ շերտեր կան, այդ շերտերի բանը կենսամակարդակը անգամներով մեծացել է։ Պաշտոնապես ասում են, որ ձեր միջին աշխատավարձը $850 է, 850։ Հիմա հարց, ես ուզում եմ բոլորին այդ հարցը տամ։ Դուք միջին աշխատավարձը քանի որ ժողովրդի որ տոկոսն է այդից ստանում։ Ես ասեմ, որ Երևանից դուրս մարզերում մոտարապես միջին աշխատավարձը կազմում է մոտարապես 100-ից 150 հազար դրամ։ Հասկանում եք։ Այսինքն այն $850 որ կա, դա միջինացված է, որովհետև դրա մեջ մտած է նաև բանկային աշխատողներ, IT ոլորտի աշխատողները, պետական ծառայողները, որ անգամ մի հարց ունեմ, այդ բանկերը, որ ասում եք միլիարդ ու ինչքան եկամուտ են ստացել 1 տարվա ընթացքում։ Ամեն տարի ստանում են։ Ամեն տարի, այսինքն Նիկոլի ժամանակ նախանցյալ տարի ներողություն $900 միլիոն էին, այն անցյալ տարի 600 քանի դոլարի հետ 400, այսինքն ինքը 5-6 միլիարդ մենակ երկրաչափական պրոգրեսիվ է մեծանում։ Եթե սա չի գնում բան, մեծ հաշվով հարստացել է Նիկոլն ու իր օլիգարխները այս բանկային համակարգը, որտեղ իրենցն է։ Եթե ավելի པարզ ասենք։ Այս իշխանության մի օլիգարխի մաքուր տարեկան եկամուտը կազմում է $1.5 միլիարդ։ Մի օլիգարխի։ Այդ մի օլիգարխը նախկին իշխանության ժամանակ շարքային բիզնեսմեն է եղել։ Շարքային ինքը օլիգարխ չի եղել։ Նալբանդյանն է թե Վիվարոյի եղբայրները։ Վիվարոյի, հա։ Հիմա տեսեք, ես մի օրինակ բերեմ ու պատկերացնեք, թե ուրեմն նախկին իշխանությունների համախառն բոլոր են կասկածելի փողերը որ կան, որ հիմա վիճարկվում է դատարաններում, կազմում է $1.5 միլիարդ։ Այսինքն $1.5 միլիարդ նախքին մենակ Նիկոլիս էս կողքի օլիգարխի մի տարվա օլիգարխի եկամուտը կազմում է $1.5 միլիարդ։ Սա ոչ թե խաբեություն է, դա ցինիզմի վերջի աստիճանն է, որ մենք sense կանանք ձևակերպել։ Շատ լավ։ Երկու հարց ունեմ այս ընտրությունների հետ կապված, ուզում եմ հասկանալ նախ ասում եք ես բանել ավարտեմ։ Հենց դրա պատճառով էլ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այն 60%-ը կարող է արթնանա այս 60%-ը արդեն տրամադրված է մասնակցել ընտրության։ Եվ իշխանությունը վախեցած է, իր հույս կմասնակցի։ Եվ իշխանությունը հույս ունի, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը հիմնականում սկսի քարոզել ոչ թե 60%, այլ 15-20%-ի վրա։ Այսինքն մենք հիմա խոսենք ինքը հույս ունի, որ այսպես կարող ենք ասել պարոն Բոզյան, որ ինքը բացարձակ հույս չունի այս 60%-ից, որ իրեն ձայն կգան։ Ինքը շանս չունի, այսինքն 60%-ը կամ մնալու է տունը, կամ գնալու է ընտրության։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն ամբողջ ընդդիմության խնդիրը, որ այս մարսա կամ այս մարդիկ գիտակցեն գնան ընտրության։ Բայց այս ընդդիմության մեծ մասը, ցավոք սրտի, այս մեծ մասը մեր գնահատականը չի գիտակցում դա։ Այս 10%-ի համար է աշխատում։ Այն 10-15-20%-ի վրա է աշխատում ռադիկալ։ Ընդ որում դա ինչա տենց, որովհետև լրագրողները ասում են թե դու ռադիկալ չխոսում եմ, դու իսկական ընդդիմադիր ես։ Բայց ռադիկալ կարող ես ասել ռադիկալ ո՞ն է, եթե Թալանչին ասել է ռադիկալ։ Ես ուղղակի ասում եմ ինֆորմացիա, քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը կոմպլեքսավորված են, որտեղ լրագրողները իրանց ասում են թե դու հիմա ռադիկալ չես քրֆում, չես հայրենի։ Ո՞ն է, պարոն Բոզյան, եթե դուք գնաք եւ թատրոն չխաղաք, པարզ բացատրեք։ Այս մարդու մի օլիգարխը միլիարդ ու ինչքան փող է տանում։ Պարզա չէ որ առանց Նիկոլի օլիգարխը չի կարող այդքան տանել։ Հիմա տեսեք, բայց ռադիկալությունն է թե ռադիկալություն։ Տեսեք, հիմա նայեք, այդ 60%-ը ուզում է կոնկրետ այլընտրանք թե դուք ինչ եք առաջարկելու։ Մեզ ասում եք այս թալանչիների ճանապարհը փակեք։ Հասկանալի է, բայց թալանչիների ճանապարհը կարող դուք ավելի շատ թալան դառնաք։ Հիմա այս մարդիկ ասում են մենք պետքա համոզված ունենք, որ դուք մեզ չեք խաբելու։ Հիմա դրա համար մենք հիմա, ես ուղղակի ուզում եմ այդ ինֆորմացիան ասեմ, մենք մշակել ենք առողջապահական համակարգի անենց մի հատ մոդել, որը ընտրությունից առաջ կներկայացնենք, որը ապրոբացիա է ենթարկված Վրաստանում։ Մենք կրթական ոլորտի հետ կապված այնց հետաքրքիր բան ունենք, շատ հետաքրքիր։ Մենք ամենակարևորը
տնտեսության զարգացման, բիզնեսի եւ փոքր բիզնեսի այնց հետաքրքիր առաջարկներ ունենք, որը ուղղակիորեն այնտեղ մենք օգտագործել ենք նաեւ մի շարք երկրների փորձը եւ մենք համոզված ենք, որ հենց այս պահին է մեր շատ համար կարեւոր լինելու, որ այդ փորձը փոքր բիզնեսի համար մենք էլի վրացական մոդելի մոդիֆիկացված ձև ունենք, որ ոնց կարանք ներկայացնենք։ Ընդ որում մի դեպ ասեմ, որ Վրաստանում պաշտոնապես մեզ ուզում են որ բոլորն իմանան, էլի, տեսեք 3.7 միլիոն մարդ է ապրում Վրաստանում, փոքր բիզնեսով զբաղվում է մոտավորապես 650,000 ընկերություն։ Պատկերացնեք այդ ինչա նշանակում։ Ինչի՞ է տենց։ Ես մի հատ օրինակ բերեմ, պատկերացրեք։ Արգելի ժողովուրդ, պատկերացրեք դուք ունեք տուն, վարձով տալիս եք Հայաստանում, վարձով որ տալիս եք, դուք տալիս եք այնտեղ 10% հարկա, չէ՞ դες գալիս։ 10% տալիս եք $500 արժի, $500-ից $50 տալիս եք հարկայինին, չէ՞։ Տենց այս Հայաստանում այդ ռեժիմն է աշխատում։ Նորմալ ռեժիմ է։ Վրաստանում գիտեք ոնց է աշխատում, ասեմ դες պատկերացնեք։ Վրաստանում հետևյալն է, մարդը ինքը ոչ թե տենց տալիս է, ինքը գրանցում է անհատ ձեռներեց, որպես անհատ ձեռներեց տալիս է $500 վարձով, հետո այդ $500-ից ինքը տարվա մեջ այդ $500-ից մի տոկոսն է տալի, $5 է տալիս։ Այսինքն Վրաստանում դամար բոլոր մարդիկ, ովքեր որ ուզում են փոքր բիզնեսով զբաղվեն, իրանք գրանցում են իրանք անհատ ձեռներից, կամ փոքրիկ սպա է, որ շրջանառությունը չանցնի մինչև $170,000, իսկ տուրիզմի եւ գյուղատնտեսական ոլորտում մինչև $260,000, իրանք ընդամենը մի տոկոս են տալի շրջանառությունից։ Այսինքն մարդիկ այնտեղ օրինական մակարդակով իրանք փոքրիկ հարկը տալիս են եւ հպարտանում որ իրանք լուման դրել են պետության մեջ եւ նորմալ է ոչ թե 10% ինչ-որ մեր մոտ է մի տոկոս։ Այսինքն սա ինչի է կարեւոր, որպեսզի խրախուսեն մարդկանց, օրինակ բազմաթիվ ռելոկանտներ նաեւ Ռուսաստանից, այլ երկրներից, Ղազախստանից գալիս են Վրաստան փոքր բիզնես։ Մեր մոտ մի պահ կար տենց, բայց մենակ IT ոլորտում դրեցին։ Հիմա ինչ եմ ուզում ասում, Հայաստանը ունի շատ մեծ պոտենցիալ զարգանալու, շատ մեծ։ Ընդհանրապես համաշխարհային հայությունը զարգացումը, մենք տեսել ենք։ Համաշխարհային հայության կապիտալները տարբեր գնահատականներով հիմա մոտավորապես $0.5 տրիլիոնից մինչև $1 տրիլիոն է հասնում։ Դուք պատկերացնեք այդ ինչ թիվ է։ Ես շատ հաճախ սիրում եմ այս կրկնել Հրանտինքը Լուսահոգի ասում էր, իմացեք, այն ինչ որ Սփյուռքից գալիս է ներդրում գումար Հայաստան, դա ծովի մի ջրի հատիկ է։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ ահռելի մեծ հարստություն կա եւ 10 տարվա ընթացքում եթե նորմալ երկիրին ինչքան գումար կգա։ Հնան դարձնում ենք մինչև $90 միլիարդ։ Շատ լավ, պարոն Բոզյան, մենք հենց դրա մասին խոսենք դեռ 3 ամիս կա, տեսեք հլեսանց կապիտությունը։ Տեսեք հիմա շարունակեմ։ Բայց Քարոզ Արշավի ժամանակ չի խոսեք ուրիշ բաներ ասեմ, որ տեսեք, բայց ոչ մի ներդրում եւ նոր ոչ բան չլինի եթե անվտանգություն չի եթե չլինի անվտանգություն այսինքն անվտանգությունը դա թիվ 1 խնդիրն է որ տեսեք օրինակ նույն այս Տրամպի հետ կապված չէ որ կամ Տրամպի կամրջի Վենսը որ եկավ Հայաստան հայտարարեց որ մոտավորապես $9 միլիարդ այսպես ասած ծրագրեր կարան լինեն աշխատեն բայց նույն ամերիկյան շրջանակները իրանք եթե դու հիմա կարդան մարդիկ տեսնեն իրանք ասում են որ ընդհանրապես Միացյալ Նահանգներից որևէ ներդրում կլինի Հայաստանը միայն այն դեպքում, եթե լինի երաշխավորված խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ։ Հիմա կա երաշխավորված խաղաղություն, իհարկե ոչ, կա ժամանակավոր խաղաղություն։ Ինչի է ժամանակավոր։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտավորապես 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից սահմանագծվել, սահմանազատվել է ընդամենը 12 կիլոմետր։ 12 ընդբրուն Տաուշի մարզում Հայաստանի կողմից զիջումների արդյունքում 12 կիլոմետր։ Ինչի է տենց։ Ադրբեջանը միտումնավոր չի գնում, որտեղ տեսնում է որ հայկական կողմը թույլ է, ինքը հույս ունի որ Հայաստանը կամած ինքը ուտելու, վերցնելու է իր ձեռքը։ Այսինքն, քանի որ դա տենց է, իրանք ներդրումներ կանեն Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, որտեղ Ադրբեջանին չի սպառնում ոչ մի բան, բայց Հայաստանը սպառնալիքի տակ է։ Ինչի է Հայաստանը սպառնում։ Հարց կա, պարոն Զան, ճանաչել է տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչել է Ադրբեջանը։ Տեսեք, ճանաչել է։ Հիմա այդ շատ կարևոր մոմենտ է, տեսեք, Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, բայց ոչ սահմանները։ Շատ կարևոր է որ մարդիկ հասկանան։ Այսինքն սահմանները կգծեն։ Ինքը սահմանները չի ճանաչում, բայց տարածքային ամբողջականությունը միջազգային հարթակում ասում է ես ճանաչում եմ։ Առանց սահմանների ճանաչման, իսկ դու սահմանները չես ճանաչում, բայց հայտարարում ես տարածքային ամբողջականություն ճանաչում ես, դա կեղծ ձևակերպում է։ Մինչև դու սահմանները չճանաչես, իսկ սահմանների ճանաչելը դա նշանակում է հսկայական աշխատանք, որպեսզի այդ 1000 կիլոմետրից առնվազն գոնե 900-950 կիլոմետր դու արդեն սահմանազատես, սահմանագծես։ 6 տարվա պատերազմից անցել է արդեն ավելի քան 5 տարի։
5 տարի մեջ ընդամենը 2024-ին մի 12 կիլոմետրանոց տարածքա սամ։ Դուք այդ մարդուն կարաք հավատաք, որ ինքը կարող է 12 կիլոմետր, որտեղ մենք բավականին մեծ տարածք ենք զիջել։ Հիմա դուք պատկերացրեք ինչ նկարտումներ ունի եւ ինչ ծրագրեր ունի Ալիևը, երբ ժամանակը գա այս հազարը ճանաչել։ Հիմա տեսեք 21 թվականին այս իշխանությունը վերարտադրվեց, մենք վերջնականապես կորցրեցինք Արցախը։ Եթե 26 թվականին այս իշխանությունը վերարտադրվի, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Դա ոչ թե ինչ-որ վերացական ձևակերպ, դա իրականություն է, որովհետև բոլորը սպասում են դե 26 թվականին ինչա լինելու։ Դա մեր ամոթն էր, որ մենք 21 թվականին չկարողացանք այդ խնդիրը լուծենք, բայց այդ ամոթի մեջ շատ պատճառներ կան։ Ես չեմ ուզում այդ պատճառները բացեմ, բայց մեծ հաշվով միջազգային հանրություն գնահատում է մեր ժողովրդի այս որոշումը որպես խայտառակություն։ Սենց ասում եմ, որ դուք իմանաք։ Հիմա 26 թվականին, եթե այս նույն բանը կրկնվեց, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Ես կարող եմ ձեզ դետալային բացատրեմ, թե այդ ինչ փուլերով է գնալու, բայց ես չեմ ուզում դրա մասին խոսել, որ խուճապ չառաջանա մեր ժողովրդի մեջ, որտեղ խուճապը ամենամեծ թշնամին է, որը կարա մեզ բոլորիս դեկոնսոլիդացնի։ Բայց մենք ունենք հնարավորություն եւ կա հիմարություն կլինի մեր կողմից, որ 80%-անոց ժողովրդի պահանջը մենք կյանքի չկոչենք։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք։ Դրա համար պետք է, որ մենք կարողանանք ներկայացնենք, մոդելավորենք այն Հայաստանը, որտեղ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը փոխվելուց հետո ինչպիսին է լինելու։ Հիմա մեր ամենակենտրոն բարոյա-էթիկական տեսակետից այդ Հայաստանում պետք է վերանա թշնամանքը։ Թշնամանքը մտել է մեր ընտանիքների մեջ, մեր ընկերների մեջ, մեր բարեկամների մեջ, մեր, չգիտեմ, շփվող հարազատների մեջ, ոչ հարազատների մեջ։ Այդ թշնամանքը դա ամենամեծ վտանգն է մեր ժողովրդին։ Արցախ ծախող սրի կատականքները Բոզոյանն կգան իշխանությանով կգա, պետք է պատասխան տան։ Բոլոր առումներով պատասխան են տալու, դուք ինչքան ուզում եք ասեք, որ պիտի թշնամություն չէ, թշնամություն չի, իրանք օրենքի առաջ Արցախը ծախողները, այդ 10,000 զոհերը, Հայաստանի Հանրապետությունը նվիրաբերողները, գերիների մասին չմտածող գերի հանձնողները, բանակ ավիրողները, այս տականքները պիտի պատասխան տան։ Հիմա տեսեք, այս իրաց 10% պիտի պատասխան տան։ Հիմա տեսեք, առաջնային խնդիրը դա այն է, որ մեր պետական ապարատը, մեր պետական գործիչները, այն մարդիկ, որոնք ապրում են աշխատում են պետական համակարգերում, հասկանան, որ վենդետա չի լինելու։ Դա շատ կարևոր խնդիր է, որպեսզի մենք չասենք, որ եթե հիմա նախկինում պետք է պատժվեն, ասենք, այս ընդդիմադիր գործիչները, վաղը գան պատժվեն այսօրվա իշխանության այն շարքային կամ միջին օղակի գործիչները։ Դա ճիշտ չի։ Այդ ճանապարհը մեզ տանելու է մի հատ ուրիշ Հիմա այս փոխվարչապետը պիտի պատասխան տա, թե չէ, երկրի ասենքն բանը, մարդիկ մի մետրի համար Խաչատուր Սուքիասյանը գեսի ինչ էին անում, կիլոմետրերով հայերիկ ծախողները, չէ, կիլոմետրով հասկացա, Անջելա, հիմա դա բան ասեմ, մենք որպեսի հիմա մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր միտինգներ անելն է, մեր նպատակը ամեն օր ասում է Նիկո բանը, Ալենն ասում է ամեն օր իր շնորհավորեք, շնորհակալություն այդեք, որ սենց երկիր ենք ձեզ պահում։ Հիմա դու այդ անբարոյականին ինչ եք անելու։ Ինչ եք անելու այդ անբարոյականին։ Ես մի հատ ձևակերպում ասեմ, որ մենք միշտ ասում ենք։ Ես եմ ասում, Անդրանիկն է ասում, Թևանյան, մենք ավելի շատ ենք սիրում Հայաստանը, քան ատում ենք մեր թշնամիներին։ Այսինքն եթե մենք բոլորս Ինչ սինդրոմա սիրել Լևանին թշնամիներին, մենք ավելի շատ սիրում ենք Հայաստանը, քան ատում ենք մեր թշնամիներին։ Դե շատ, եթե մենք որոշենք, որ ամենաշատ մենք ավելի շատ ատում ենք մեր թշնամիներին կամ սիրում ենք Հայաստանը, ոնց որ արեցին այս իշխանությունները 18 թվականից հետո։ Մենք ոչ մի հաջողության չենք հասնի։ Ես 100% եմ։ Կարող է դա անշնորհակալ ձևակերպ։ Նա դες պատկերը նայեք էլ ու այս պատկերները Միքայել Սրբազանին ոստիկանների ուղեկցությամբ 4 սրբազաներին շարունակում են բան կալանավորված պահել, սատերը տարածել, հիմա իհարկե այդ ամենի մասին խոսենք։ Այս ամեն ինչը պիտի բոլորը բան անեն, հա, ասենց Մարսեն գնան, չէ, չի լինելու Մարսել։ Այդ հիմնական մարդիկ պատասխան տալու են։ Այստեղ հարցեր ունեի անդադու մասին եք խոսում։ Տեսեք, ասում եք, այս 60%-ը ազատ է, հիմա խուճապի մեջ է, Նիկոլը թիմը շատ վախեցած է, որ այս 60%-ը հանկարծ կգնա ընտրության։ Երեք ուժ է, հա, հիմա հրապարակում 4-րդի մասին էլ խոսում են, առաջինը Հայաստան դաշինքն է, դե պարզ է, այնտեղ Ռոբերտ Քոչարյանի ֆակտորը կա, Սամվել Կարապետյանն է, հետո Գագիկ Ծառուկյանի թիմն է, դուք եք իրենց այդ Մայր Հայաստանն է, Անդրանիկն է, այսպես գնում ենք։ Ինչն է տարօրինակ։ Դուք ասում եք հստակ է, որ 15-20%-ը այսպես ռադիկալ են, կարող ենք ասել, որ մեծ հաշվով սրանք գնալու են, հիմա կգնան մի քիչ ավել, մի քիչ պակաս,
Հայաստան դաշինքի հետևից Ռոբերտ Քոչարյանի հետևից այդպես է թե այդպես չի։ Տեսեք, ես sense ձևակերպեմ։ Ոչ մեկ չի կարող ասել թե էլեկտորալ զարգացումը ինչ տրամաբանություն կունենա, որտեղ մարդկանց մեծ մասը ուզում են, որ իշխանությունը փոխվի։ Իմ մասը կգնա, այս ուժի իմ մասը կգնա, այս ուժի մասը կգնա։ Մի քիչ տարօրինակ, բայց մի րոպե ասեմ, ուրիշ քաղաքական ուժերը կան, պետք չի։ Պարոն Մոզան, այս հարցը տվեցի ուրիշ բան հասկանալու համար։ Տեսեք, հիմա ինքը ընկալվում է, որ Վոժդեին ասում չէ, Ռոբերտ Քոչարյանին բանը կռվող է, հաղթած նախագահ է, Արցախում է հաղթել, ազատագրող նախագահ է եւ այլ եւ այլն։ Եվ 2021-ին էլ ասում են ինչու չեղավ այդ մոբիլիզացիան եղավ, բայց ինչու մարդիկ չգնացին, որտեվ ինքը իր կերպարը ավելի շատ այդպեսին էր ընկալվում, հակառեցին կար, բայց նաեւ այս սոցիալական ինչ հարցերի մասին, որ դուք խոսում եք, դուք բազմիցս ասել եք, պարոն Վոզյան, որ միջին մանր բիզնեսը զարգացել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Թոշակը 5 անգամ բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այնպես որ դու ասում ես ինքն մասը, որն է, հասկացա այդ։ Չէ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ինչն է պատճառը, որ հիմա ինքը դրանից դուրս է մնացել ձեր բացատրությամբ։ Ինչ է սոցիալական։ Ես այդ հարցի պատասխանը ունեմ, բայց նպատակարար չեմ գտնում այդ ամեն ինչը ձևակերպել հիմա, որովհետև ամեն մարդ ինքը իր մեջ պետք է գտնի թե ինչն է պատճառը, որ ինքը ուներ հաջողություն, բայց չի կարող այդ հաջողությունը ներկայացնել հանրությանը։ Ես ունեմ այդ պատասխանը, բայց չեմ ուզում նպատակամար չեմ, որտեղ ամեն մարդ ես կարծում եմ ամեն մի քաղաքական ուժ իր համար պետքա փորձի ձևակերպել։ Եվ ես կարծում եմ, որ անկախ ամենից ամեն մի քաղաքական ուժն էլ ունի իր որոշակի հետագիծը։ Համաձայն ուրիշ բան եմ, թողեք հարցերը տան վերջացնեմ նոր։ Այս 60%-ը, որ դուք այսպես ասենք, երկու այդպես անհատներ են եկել, որոնք մեծ ֆինանսներ ունեն, ռեսուրսների տիրապետել են։ Ճիշտ է։ Սամվել Կարապետյանն էլ է տիրապետել։ Չէ, ես ուզում եմ հասկանալ ինչու է այս ագրեսիան։ Հիմա մենք տեսնում ենք, որ ես ասում եմ ագրեսիվ, դուք ասում եք իշխանությունը վախեցած է։ Չէ, ասում եք վախեցած, հիստերիկ ինչ որ բաներ են անում։ Ավելի շատ ես տեսնում եմ, որ չնայած վերջին փուլում ոնց որ նաև կենտրոնացում եղավ Անդրանիկի հարցազրույցից հետո նաև ձեզ վրա, բայց ավելի շատ ինչի են կենտրոնացած, այստեղ 60% կա, որ հնարավոր է բաժանվի գնա Կաձեր ուղղությամբ եւ գնա Սամվել։ Ինչի են կենտրոնացած Ռոբերտ Քոչարյանի վրա։ Անժելա ջան, շարունակում են կենտրոնացած մնալ։ Ես քեզ sense մի բան ասեմ, ես այդ հարցերի պատասխանը ունեմ, բայց նպատակարար չեմ գտնի դա ասել։ Փորձում են անտիռեցինգի վրա աշխատել։ Դու մոտավորապես ասում ես ինչ որ կա։ Այսինքն ես պարզ, այնքան պարզ է, որ դու կներես մի բան ասեմ։ Մենք շատ է, ես 60%-ը կողած իրանք։ Տեսեք, մի բան ասեմ, կան բաներ, որ երբ որ դու հիմա այս մտնոլորտում եթե Հայաստանում լիներ դեմոկրատական միջավայր, ես կարայի բոլորի մասին ասեի, իրանց դրական եւ բացական կողմերի մասին, բայց երբ որ մենք այդ միջավայրը չունենք, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Ես ինքս իմ մեջ ունեմ ներշակի ցենզուրա, որոշակի սահմանափակ բաներ կան, որ այնքան պարզ է, որ դու հիմա որ դա ներկայացնում ես, գոնե դու պետք է տենց բաներ հասկանաս չունես։ Պարզ շատ պարզ խնդիր է թե ինչ են ուզում անել, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ես 60% իրենց չի ուզում, այս 60%-ը գնալու է բան։ Ես օրինակ այն կարծիքին եմ։ Ասենք Սամվել Կարապետյանի բանն է գնալու։ Նախ թե ում կգնա Սամվել Կարապետյանին, Ծառուկյանին, թե Քոչարյանին, թե Թաթոյանին, թե Չալաբյանին, թե չգիտեմ ինչին, դա կորոշի մեր ընտրողը։ Ախր այս 60%-ի կռիվ չի տալիս այս իշխանությունը։ Եկեք մի բան ասեմ, էլի, եկեք մի քիչ ներառական մոտեցում ցույց տանք։ Մենք որ խոսում ենք դեմոկրատական արժեքների մասին եւ այլն, փորձենք հարգենք բոլորին եւ բոլորի հանդեպ տոլերանտ լինենք, որտեղ Հայաստանում բազմաթիվ ուժեր կան, որ հայտ են ներկայացնում, մենք մենակ ուզում ենք սեփակ, այսինքն եթե մենք մեղադրում ենք այս իշխանությունը, որ ինքը մենաշնորհ է վերցել, ինքը սաղին մերժել է, ես օրինակ այն կարծիքին եմ, որ հաջորդ իշխանությունը պետք է ներառական, այսինքն կոնսոլիդացիոն ուժ բան պետք է։ Նույնիսկ այն ուժերը, որոնք չեն անցնելու պարլամենտ, եթե իրանց մեջ կան խելոք ունակ նորմալ մարդիկ, իրանց էլ պետք է ներգրավենք։ Բայց ո՞ր դրանց մասին չխոսեք։ Ես ինչ եմ ուզում ասել։ Հայտ եք ներկայացրել, ասում եք, այսպես ես դրա մասին եմ խոսում։ Ես դրա համար ասում եմ, հիմա տեսենց ասեմ, հիմա որ ուժը ինչ տոկոս կունենա, դա ցույց կտա ընտրաշավը որ սկսվի, արդեն այդ ժամանակ արդեն երկրորդ հարցը, որ ասում են վախեցած են Գյումրի երկու այս բանից, բայց Գյումրիում տեղերում, պարոն Բոզյան, դուք շատ լավ գիտեք, որ ասում եք այդ կարող է դուք չեք ասում, լավ, ասում են կարող է, որտեղ հենց ասեմ դուք եք ասում, մենք չենք ասում։ Կարող է դա կրկնվել, բայց Մասիսում, ասենք, հաղթանակ ունեցան, հասկացա։ Չէ, բանա ձերբակալեցին, չէ՞, Չէ, չեմ ուզում ասել։ Մասիսում հաղթանակ ունեցան, Գյումրիում հաղթանակ ունեցան եւ Փարաքյարի համայնքում այդտեղ հաղթանակ ունեցան։
Վանաձորում հաղթանակ ունեցան։ Կընդունեք, չէ, որ այդտեղ շատ կարևոր էր, որ իրենք մեծ հեղինակություն ունեին եւ բավական ազդեցիկ անձեր էին։ Դա ուրիշ բառ են օգտագործում, չեմ ուզում ասել։ Արդյոք ճիշտ է այդպես նմանեցնել, որ այս ընտրություններում է կարող է կրկնվել, այնտեղ որտեվ ասենք շատ ազդեցիկ Վարդան Ղուկասյան կար, մյուսը կար, ինչ էր անունը։ Մարտունը կար, Մասիս քաղաքում դա կար։ Տեսեք, հիմա ես մի հատ բան ասեմ։ Աշխատի թե չի աշխատի։ Տեսեք, ես հիմա sense մի հատ ձևակերպում տամ։ Ուրեմն դա մենք հետևություն անենք դրանից, էլի։ Իշխանական վերլուծական միտքը այսօրվա դրությամբ ավելի հասուն է, քան մեր ընդդիմադիր վերլուծական միտքը։ Ցավոք սրտի եմ ասում քեզ։ Ինչքան էլ մենք իրաց չենք սիրում, իրանք շատ ավելի adekvat են գնահատում իրավիճակը, քան մենք։ Ես որ ասում եմ մենք չէ։ Հիմա ես ասեմ ինչի։ Հիմա տեսեք, որտեղ տանում ձերբակալումը, հասկանա։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Մարդը տեղում ազդեցիկ է եւ ձայներ ունի։ Լսի մի վարքյան։ Իշխանական իշխանները իրանց նպատակները անազնիվ են, բայց իրանց անալիտիկ բաները ավելի adekvat իրանց վատ նպատակների համար, իրանք շատ ավելի adekvat են պատկերացնում, քան մեր ընդդիմադիր դաշտի անալիտիկները։ Դե պարզ է, երեք իշխանությունը պարզվում իրենք ավելի adekvat են, որ մնում են։ Քո հարցին պատասխանում է իշխանական անալիտիկը։ Երբ որ դու ասում ես, թե տես օրինակ այնտեղ Գյումրի 2-ում Վարդանիկին ձերբակալեցին, այնտեղ, չգիտեմ, բանին, Մասիսի քաղաքապետին, Փարաքյանին սպանեցին եւ Վանաձորում կալանավորեցին։ Տեսեք, հիմա իրանք ասում են ճիշտ է, մենք տեղերում դա կարացանք անեինք, բայց որ կենտրոնական մակարդակով դա լինի, մենք արդեն չենք ունենա այդ ռեսուրսները, որովհետեւ կենտրոնական մակարդակով արդեն մեր համակարգը չի աշխատի։ Իրանք դա հասկանում են, բայց դու հարցը ինձ տալիս ես։ Չէ, ինքը բնական չէ տան ձերբակալում, ուրեմն ինքը մտածում է, չէ՞ ու դրա կազմեցիկ։ Պարզ մի հատ բան ասեմ, ես նույնց եմ ասում, մեր խնդրեմը գիտես ինչի մեջ է։ Մեր խնդրեմը էս ընդդիմադիր դաշտի խնդրեմը կան այն բանի մեջ, որ մեր խնդրեմը մենք շատ էմոցիոնալ ենք ապրում։ Էմոցիոնալը մեր բանականությունը խեղդել է մեր մեջ եւ մենք այդ բանականությունից մի քիչ հետ ենք գնացել դաժան բան եմ ասում եւ այդ էմոցիոնալ իրավիճակը այս հարցերը չբացասեմ թողեմ որ դուք իլյուզիաներով ապրեք ասեք դե սա եղել է սա լինել դե գնացեք իլյուզիաներով ես չեմ ասում որ ես կակրաս ես Գյումրի 2-ի մասին չեմ ուզում խոսեմ ինչի որովհետեւ ես հիմա ուզում եմ ասեմ որ հետեւյալը որ մենք ամեն ինչ անելու ենք դե դուք բաներ կասում եք բարձրաձայն պետք չի ասել մենք այդտեղ հասկանում ենք բայց տեսել ենք հասկանալը այնքան եք հասկանում որ 9 տարի է Նիկոլի իշխանությունը նորից եմ կրկնում եթե դու ասում ես Նիկոլի իշխանությունը 9 տարի չգիտեմ ինչ է այդ բողոքը դու կարաս ներկայացնես այն մարդկանցից ումից որ դու սпасել ես փոփոխություն դու ումից որ սпасել ես դու մեզանից չես մեզանից նայ եթե մեզանից սпасել բայց եթե չսпасեին ընդդիմադիրները Երևանի ընտրություններում չէին գնա միավորված ձեզ ձայն չէին տա մի քիչ ավելի անկեղծ մի ազնիվ լինենք էլի օբյեկտիվորեն ես չեմ նեղանում որ դու մեզանից չես սпасել որտեղ մենք այդ Երևանի քաղաքապետարանում չեմ սпасել ձեզ Երևանի քաղաքապետարանի մասին չի խոսքը ընդհանուր քաղաքական դաշտի մասին Գյումրիում չեմ սпасել ձեզ անց իհարկե սпасել եմ ակնկալել եմ որ շատ ավելի ձեր Վանաձորում չեմ սпасել ձեզանից ես ուրիշ բան եմ ասում այժմ ես նորմալ եմ համարում որ խոշոր ուժերից են սпасում փոփոխություն խոշոր ուժերից սпасող փոփոխությունը դա ճիշտ բան է ոչ խոշոր ուժերից կարելի է սիմպաթիա ունենալ բայց մեծ սпасում չես կարող ունենալ հասկանալի պատճառներով բայց դրա համար եմ ասում եթե դու սпасում ունես եւ ջղայնանում ես այդ որ չի կատարվում այդ ջղայնությունը պետք է ներկայացնես այն խոշոր ուժերին ումից որ դու սпасել ես դա հիմա դրա համար չէ բայց մի րոպե դրա համար որ խոշոր ուժերին ներկայացնեին հրավիրես տեղ եւ հաշվի ժամանակին եկան սկսեցին ներկայացնել արդեն խուսափեցին իրանք դա որ խուսափում են այդ իրանց տեղը դու ինձ ես խզում վերցնես մի քիչ ավելի ես ձեր չափով եմ հարցնում մեր չափով ակնկալել եմ Երևանում Գյումրիում դրա համար ես հիմա դրա համար մեր մասով ասում եմ հետեւյալը որ մենք էլ ենք բայց հիմա ակնկալում եմ Սամվել Կարապետյանից, Ծառուկյանից, Ձեզանից, Ռոբերտ Քոչարյանից իհարկե ակնկալում եմ։ Դրա համար այս հարցերը բարձրացնում։ Ես դրա համար ուրիշ բան եմ ասում, որպեսզի մենք կարողանանք մեր հասարակության մեջ էլ ճիշտ մեսիջ ուղարկենք։ Այդ մեսիջը հետևյալն է, որ հունիսի 7-ից հետո իշխանությունը հաստատ փոխվելու է։ Բայց այդ իշխան որպեսզի մենք կարողանանք այդ իշխանությունը փոխելուց հետո մենք այնպիսի Հայաստան ունենանք, որ այդ Հայաստանը իսկապես այն երազած Հայաստանը լինի, որ մենք ուզում ենք, որ մենք անվտանգ ապրենք, որ խաղաղ զարգացում լինի, որ մենք կարողանանք արժանապատվություն ունենանք, որ մենք առավոտը չզարթնենք, տեսնենք թե որտեղ են մեզ նվաստացրել կամ որտեղ ինչ-որ մի հատ մեծ վտանգ է սպասվում կամ ում են ձերբակալել, հա, որպեսզի տենց բան չլինի։ Ես ասում եմ հետեւյալը, կա քաղաքագիտությունը դա գիտություն է, ոնց որ ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, այդ գիտություններից, այդ անտեր գիտություններից մարդիկ պետք է գոնե մի քիչ պատկերացում ունենան, կամ եթե պատկերացում չունեն, գոնե պետք է մի քիչ մարդկանց հավատան, որ ինչ պետք է լինի, եթե էլ չեն հավատում, ուրեմն այդ սպասումը, ուրեմն էմոցիոնալ սպասումը եւ գրոշի արժեք չունի այդ սպասումը։ Դա նշանակում է այդ մարդիկ իրականում ոչ թե սպասում են,
Այլինակ սպասում են թե երբ հունիսի 7-ին մի հատ վատ բան լինելու, որ ասեն տեսեք ես տենց էի ասում։ Այդ մոտեցումը դեստրուկտիվ մոտեցում է, դա կոնստրուկտիվ մոտեցում չի։ Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են երեխաների սննդի գողության մեջ կասկածող տնօրենը այստեղ բերման են ենթարկվել, այդ տեսարանը նկարահանել են, ցուցադրում են եւ այլն։ Այսպեսի դուք հիմա ես իմ քանի բան ներկայացրեցիք, չէ՞, սրանց խայտարակ սրիկայություններից, թալանից, միլիարդներից եւ այլն եւ այլն։ Այս տեսարանները շարունակում են աշխատել ի նպաստ Նիկոլի, թե այլևս մարել են։ Գիտեք, ես sense ձևակերպեմ։ Այն վիճակը, որ դպրոցներում կա, նայեք տեսեք, այն նարկոմանիայի աստիճանը, որ զարգացած է Հայաստանում, sense բան չի եղել։ Խորհրդային միության ժամանակ նույնիսկ Հայաստանում շատ չնչին տոկոսն է նարկոմանիայով զարգացած։ Նույն ասենք Վրաստանում անգամները ավելի շատ է։ Երևի 100 հաշվառված մարդ էլ հաշվառված գիտեի շատ լավ։ Երբ որ Հայաստանի ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտարարում է, որ ես կողմ եմ, որ լեգալիզացվի, ասենք, մարիխուանան, օրինակ եմ ասում, հա, որը լեգալիզացված է Վրաստանում, բայց ինչի է Վրաստանում լեգալիզացված, որտեղ Վրաստանում ավանդաբար այնտեղ նարկոտիկները շատ տարածված են եղել, եւ մարիխուանայի լեգալիզացիան պետք էր, որպեսզի գոնե որոշակի մարդկանց ինչ-որ չափի մեջ պայել։ Հայաստանում դու արհեստական ես այդ ամեն ինչ անում։ Արհեստական այս իշխանությունը խրախուսել է այդ ամենը։ Ես չեմ ուզենա իմ պատկերացված պատճառներն ասեմ, թե որն է, բայց ես մի բան գիտեմ, որ այս մարդիկ, այս մարդկանց մտածողությունը, պատկերացումը ուղղակի խայտարակ բնություն է, խայտարակագույն։ Այս մարդկանց բարոյական նկարին տպավորությունն է, որ այս մարդիկ ոչ ծնողեն ունեցել, ոչ հայր են ունեցել, ոչ մայր են ունեցել, ոչ բարեկամներ են ունեցել, ինչ-որ ջղայնացած ատելության մեջ ապրող մարդիկ են եղել, այդ ատելությունը ասենց եկել են իշխանության եւ այդ ատելությունը դրսևորվում է ամեն ինչի մեջ։ Հիմա իրանք այդ ատելությունը դրսևորվեց Ղարաբաղցիների մեջ, Ղարաբաղի մեջ սկզբնական Ղարաբաղցիների նկատմամբ, Արցախցիների նկատմամբ։ Հետո դրսևորվեց, չգիտեմ, գործարանների նկատմամբ, հիմա դրսևորվում է եկեղեցիների նկատմամբ, հետո դրսևորվում է, չգիտեմ, այսինքն այս մարդկանց մոտ ես ուղղակի ուզում եմ հասկանամ, լավ, այս ատելությունը միգուցե մենք էլ ենք, միգուցե մեր երկիրն էլ է մեղավոր եղել, որ այս տիպի մարդկանց ինքը որտեղ այդ մարդիկ որ ապրել են ինչ անեին այդ մարդիկ։ Չէ, սենց ասեմ, այս մարդկանց այս տեսակը, սորտը, որ եկել է, ասա ինքը լուսնից չի իջել, հասկանում ես, մեր ժողովրդի մեջ եղել է, որ սա տենց դուս է։ Աբիժնիկ ուռոդներ։ Աբիժնիկների հավաքածու, սա ողբերգություն է, դա մեծագույն ողբերգություն է, մեծագույն։ Ասենք սենց մեծագույն ողբերգություն եղավ 17 թվականին Ռուսաստանում, երբ որ բոլշևիկներն եկան իշխանության եւ ավերեցին այդ իմպերիան, ավերեցին, ոչնչացրեցին, հսկայական մեծ դժոխության մեջ գցեցին երկիրը, միլիոնավոր մարդկանց կործանեցին, հետո երկիրը քայքայեցին, ամբողջ սերուցքը ռուս մտավորականության ոչնչացրեցին, հետո սարքեցին այնպես բոմժանոց եւ հազիվ շատ դժվարությամբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նորից երկիրը կարողացավ վերականգնվի։ Շատ դժվարությամբ հաղթեց պատերազմը։ Հիմա պարզա Հայաստանը չուներ այն խորությունը, որ ունի Ռուսաստանը, եւ այս աբիժնիկների իշխանության գալը օբյեկտիվորեն պետք է այստեղ դուք գիտեմ նաեւ ինչի կտանեք, այստեղ ճիշտ է, որ նախկին իշխանությունները պիտի գիտակցեին, որ այդպես աբիժնիկ ուռոդ շակալներին ընդհանրապես պետք չէր ինչ որ պատասխանատու տեղերի մոտ թողել, չգիտեմ, խորհրդարան կամ ինչ որ տեղեր կամ որտեվ այդ մարդիկ Այդ չեմ ասում, որ նաև փաստաթղթեր էլ ունեի, որ սան գործակալական ցանցերից էին, սրիկաների առանձին թեմա չի, չէին հասկանում ովքեր են սրանք։ Չէ, նաև միշտ մարդու մի տեսակ կա, որ մտածում է, որ սա տականք է, աբիժնիկ է, ուռոդ այլանդակություն է, բայց ինքն ինքան շուստր է, իրանք օգտագործի կգցի։ Այ հարիֆներ, վերջը դուք տեսեք, ունեցեք մնում տակ է այդ ամեն ինչի։ Դա արդյունք կա նրա, որ մեր բոլոր բանը թերի զարգացած շուստրիների վերջը է տալ, իրենք մնում են տակը։ Բայց այդ նույն բանը ասեմ, իդեպ ասեմ այդ նույն ձևով արեցին Շևարդնաձեի ժամանակ։ Նույն Շևարդնաձեի ժամանակ ինքը էլի տենց աճացնում էր տենց շուստրիներին եւ հետո վերջին որ իշխանությունը կորցրեց, ինքը ասեց ես ուղղակի շշմած եմ, ինձ ամերիկացիները մի բան էին խոսել, հետո պարզվեց խաբեցին ինձ, էլի հասկանում ես։ Այսինքն սա նույնը ասեց Յանուկովիչի ժամանակ այն բանը ազատություն կուսակցություն կար, չէ, Ուկրաինայում, որը այդ ամենակեղտոտ դերն էր կատարում այն ժամանակ այդ բանով։ Իրանք խաղացնում էին դրանց։ Հետո այդ իրանք ամենաակտիվ դեր կատարեցին, որ Յանուկովիչին տապալելու հարցում։ Սա գիտեք ինչ է, սա բնորոշ է իշխանությունների։ Ոչ թե բնորոշ է, տեսեք, այդ մեթոդը դրսի կենտրոնները աշխատում են բոլոր տեղերում նույն ձևով։ Նույն ձևով են աշխատում։ Եթե դու այս կենտրոնի աշխատանքի մեթոդիկան գիտես,
դու արդեն օբյեկտիվորեն կհասկանաս թե իրանք ոնց են աշխատելու արդեն Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում ոնց են աշխատում, Ռուսաստանում ոնց են աշխատում։ Բարեբախտաբար Ռուսաստանը այդ առումով հիմա բավականին սփափ է։ Պարզապես եթե դու այդ չես տիրապետում այդ ամիջը, դու հայտնվել ես թակարդում։ Եթե դու տիրապետում ես, դու չես հայտնվի թակարդում։ Սա շատ պարզ խնդիր է։ Հիմա Իրանը հայտնվել է այդ իմաստով թակարդում, որովհետև նույն բաները Իրանին են ասում, տեսեք, շատ լավ կլինի, այսպես կլինի, այնպես կլինի։ Իրանում ավելի խորքային վիճակ է։ Իրանում տեսեք, այս իսլամական հեղափոխությունը իր մեջ բերեց նաև այլ բան։ Մեծ հաշվով մի քիչ շատ հակասական բաներ պետք է ասեմ։ Մի կողմից ինքը մեծ վերելք բերեց երկրին, որ պետք է, բայց մյուս կողմից այդ իսլամական արժեքները սահմանափակում են, որ երկիրը պոտենցիալը զարգանա, ուժեղանա, որովհետև այդ սահմանափակումները օբյեկտիվորեն, ասենց ասեմ, տեսեք, օրինակ Թուրքիան Աթաթուրքից հետո լավ զարգացավ։ Համաձայն եք, եկեք խոստովանենք, էլի, վերջո Թուրքիայի հզորությունը զարգացում եղավ Աթաթուրքից հետո, չէ՞։ Նույն մոդելով Իրանը եթե ճիշտ ճանապարհով գնար Շահ Փեհլևիի ժամանակ ինքն էր զարգանում։ Գիտեք ինչ տոկոս 60-ական 70-ական թվականներին իրաց տնտեսական աճը կազմում էր 12-ից 15%։ Տնտեսական աճը։ Բայց ամեն մի վիճակում իշխանությունը կատարում է ճակատագրական սխալ։ Ինքը Փեհլևին համարեց, որ Իրանում արդեն կարելի է նվաստացնել բանի կրոնը իսլամը, ինքը սկսեց նվաստացնել բանի այդ կրոնական հոգևորական շերտին եւ նվաստացնելու արդյունքում պայթեց երկիրը 79 թվականին, հասկանում եք, պայթեց ու հիմա հակառակ ցիկլի մեջ հայտնվեց։ Հակառակ ցիկլի մեջ հայտնվեց ինքը արդեն երկիրը տարավ լրիվ ուրիշ ճանապարհով։ Հիմա ես կարծում եմ, որ Իրանին պետքա ոչ վերադարձ Փեհլևի, ոչ էլ այսօրվա ռեժիմը կարա կոնսերվացվի։ Այնտեղ պետք է մի հատ Դեն Սյաոպին ծնվի, իրանական Դեն Սյաոպին, որը կարողանա իր երկիրը ամեն ազգի բախտը չի բերում։ Ամեն ազգի բախտը չի բերում, հա, օրինակ Խորհրդային Միության բախտը չբերեց, Գորբաչովի պես դուրս պրծուկ ծնվեց, որը ոչ թե տարավ այլ ճանապարհով տարավ։ Հիմա եթե Իրանի բախտը բերի Դեն Սյաոպինը առաջ գա, ու ասում են, որ այդ Դեն Սյաոպինի դերը կարա կատարի Լարիջանին։ Ես չգիտեմ, ինքը կարա կատարի թե չի կարա կատարի, չեմ կարող ասեմ։ Աստված դա ինքը կարողանա կատարի։ Բայց եթե Դեն Սյաոպին ծնվեց, երկիրը կփրկվի եւ երկիրը կզարգանա, ռեֆորմացիայի կընթարկվի, այդ իսլամական կարգերը մի քիչ կսահմանափակվեն, աշխարհիկ գործոնը կսկսի աշխատել, որտեղ Իրանը ինքը դարավոր մեծ հզոր իմպերիա է եղել, մեծ պատմություն ունեցող ժամանակին նույնիսկ ամբողջ աշխարհի բնակչության կեսը եղել է սիտուացիա, որ Իրանի տիրապետության տակ է եղել։ Իրանը շատ հզոր երկիր է եղել։ Իրանը մենք մեր հետ էլ ենք շատ սերտ կապ ունեցել է մեր վերնախավի, այդ թվում կրոնական վերնախավի մի մասը պարսիկներ են եղել։ Ասեմ դες արշակունների տոմը ամբողջ պարսկական տոմը ա եղել։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ պարսկական տոմը շատ մեծ ավանդ է դրել մեր պատմության զարգացման մեջ, այսինքն Իրանը շատ հզոր երկիր է այդ իմաստով եւ ինքը համաշխարհային առաքելություն ունեցող երկիր է։ Եվ ես շատ կուզեի, որ Իրանը ինքը իսկապես դուրս գար այս ճգնաժամից եւ կարողանար միաժամանակ ոչ կապիտուլյացիայի ենթարկվել, ոչ էլ պահպանել այն հնամաշ բանը, որ մնացել է, որտեղ այն ինչ որ մնացել է, դա էլ տարբերակ չի։ Ժողովուրդ ուզում է նորմալ ապրի, դա նորմալ բան է, որ ժողովուրդ ուզում է ապրի։ Դու չես ուզում նորմալ ապրես։ Եվ ոնց կարելի է ասենք այս պայմաններում դու պետք է ինչ-որ կոմպրոմիսների գնաս, որ կարողանաս ռեֆորմացիայի ենթարկես, որպեսզի քո էկոնոմիկան աշխատի այն սարսափելի կոռուպցիան, որ կան դեռ տպավորությունը, որ Իրանը պատրաստ է այդ կոմպրոմիսների գնալ։ Ես հիմա չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ։ Նաև այդ նույն անվստահությունը կա արևմուտքի նկատմամբ, գիտենք չէ, նրանք հասկանալի է, իհարկե, բարդ վիճակ է։ Ստեղ նաև ուրիշ գործոն կա, ստեղ նաև Միացյալ Նահանգների թիվ 1 խնդիրը դարձել է Չինաստանը, ասեմ ձեզ, եւ Չինաստանը մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար, անցյալ տարվա կտրվածքով Չինաստանը $1 տրիլիոն ավելցուկ ունեցավ, այսինքն եկամուտ ունեցավ, պրոֆիցիտ ունեցավ, եւ այդ $1 տրիլիոն արդեն ինքը ոսկու մեջ է դնում եւ դնում է իր մետաքսի ճանապարհի երկրների վրա բանը համակարգային ներդրումներ է դնում Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, այս իշխանությունը վերանալուց հետո հարգելի ժողովուրդ, հունիսի 7-ից հետո մենք Չինաստանում հսկայական ներդրումների սպասում ունենք եւ մասնավորապես մենք ունենք ծրագիր այո, եւ մենք ունենք ծրագիր Գյումրիում կյանքի կոչել ազատ տնտեսական գոտին, որտեղ չինական ներդրումները շատ լուրջ դեր են կատարելու այդ իմաստով։ Ինչ է կանխատեսում Իրանի Հայաստանի Գյումրին միշտ եղել է Հայաստանի առաջի քաղաքը եւ ինքը այս ներդրումների արդյունքում դառնալու է հայկական Շանհայ, ասես ձևակերպենք։ Հայկական Շանհայ դառնալու եւ ինքը որտեղ ինքը պոտենցիալը շատ մեծ է, գյումրեցիների տաղանդը, քաղաքային կուլտուրան, քաղաքային ավանդը,
գյումրեցիները յուրահատուկ մեր ժողովրդի մասն են, որտեղ իր արժանապատվությունը բան մի քիչ ուրիշ լեվելի մակարդակ։ Ինչ է կանխատեսում Իրանի հետ կլինի։ Ես այս ձևակերպեմ իր երկու բանագնացների վերադարձի եւ ինչ կտան այդպեսի հայտարարել։ Ես այս ձևակերպեմ հիմա Տրամպի բոլոր խորհրդականները խորհուրդ են տալիս, որ ինքը չհարվածի, բայց Տրամպը նաև ինքը անձամբ հակված է հարվածելու։ Մի կողմից նույնպես եմ կրկնում, իր խորհրդականները եւ ռազմական խորհրդականները, եւ քաղաքական խորհրդականը եւ Վիտկոֆի Քուշները, բանագնացները իրանք են դեմ դրան, որտեվ ստեղ նաև բանը կա մեծ հաշվով Ռուսաստանը ինքը միջնորդական որոշակի ստվերային աշխատանք է տանում, որ դա լուծվի, ինչու, որովհետև եթե հարվածը եղավ, կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ էլ որոշակի, այսպես ասած, ճեղք կառաջանա, իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ ես ասեմ հրապարակային շատ չի գրված, բայց շատ հետաքրքիր ծրագրեր ունեն իրանք, մինչև բայց դա չի խանգարում, որ սանկցիաները շարունակեն ավելի խստացվել եւ երկարաձգվել Ամերիկայի կողմից Ռուսաստան։ Հիմա տեսեք, ես հետաքրքիր ձևակերպում տամ։ Ինչ է հիմա դասիկ դա շղարշ է, վարաժիր է։ Չէ, շղարշ չի, բայց իրանք հիմա գաղտնի բանակցում են, որ եթե ուկրաինական պատերազմը կանգնի, իրանք Նահանգները մեծ ահռելի ներդրումներ պիտի անեն։ Ահռելի ներդրումների մասին չի խոսքը, իրանք ունեն նպատակ, իրանք Տրամպի, որպեսզի դու հասկանաս թե ամերիկացիները ինչ են, ոնց են մտածում։ Նո Ամերիկայում կա երկու մտածողության կենտրոն, մեկը դեմոկրատներինն է, մեկը Տրամպին է, այսինքն մեկը նեոկոններինն է, մեկը դեմոկրատներն։ Նեոկոնները իրանք ձևակերպում են սենց, քանի որ ամերիկյան էկոնոմիկան խորը ճգնաժամի մեջ է, եւ հիմա աշխարհը կանգնած է լիդերի փոփոխության առջև, այսինքն Չինաստանն է գալիս Միացյալ Նահանգների տեղը եւ իրանք ասում են պետք է մենք ամեն ինչ անենք, որ դա կամ չլինի, կամ մաքսիմալ երկարացնենք։ Եվ իրանք ասում են, որ դա վճռականը կարող է այն, եթե մենք Ռուսաստանին կարողանանք քաշենք մեր կողմը եւ Չինաստանից դուրս բերենք այդ բանը, էլի։ Եվ իրանք ունեն 12 տրիլիոն դոլարի շրջանառության մի հատ մեծ փաթեթ, որոնք ուզում են ռուսական էկոնոմիկայի մեջ հսկայական ներդրումներ անել եւ ռուսական բաները հարուստ, այսպես ասած, պաշարները արտահանեն դեպի իրաց մոտ։ Եթե ավելի կոպիտ ձևակերպենք, իրանք նույնիսկ համարում են, որ սա նմանվելու է ոնց որ հիշում եք Օստ հնդկական ընկերություն ձևավորեց Մեծ Բրիտանիան ժամանակին 18-րդ դարում Օստ հնդկական ընկերություն ձևավորեց եւ նույնն անում էր Հնդկաստանում։ Իրանք ասում են մենք պետք է նույն բանը Օստ ռուսական ընկերություն ձևավորենք եւ այդ ճանապարհով տանենք։ Եվ այդ իմաստով իրանք տենց ծրագրեր ունեն։ Հիմա կյանքի կոչեն թե չեն կոչի, չեմ կարող ասել։ Բայց իրանք ուզում են դա անեն, որտեղ իրանք ասում են, եթե մենք դա չարեցինք, մենք մի քանի տարվա ընթացքում կկորցնենք մեր լիդերությունը, դոլարը կփլվի ընդհանրապես եւ Չինաստանը կդառնա թիվ 1 գեր համաշխարհային գերտերություն։ Այսինքն մի շարք հանգամանքներից է կախված, թե ինչ կլինի, շատ լավ։ Ես դա չեմ դա ասում, ես դա ասում եմ, որ Հայաստանը հունիսի 7-ից հետո, սա ուզում եմ հատուկ նշեմ, որ մենք կարող ենք Հայաստանը դարձնենք այն հարթակը, որտեղ Նիկոլին վռնդելուց Ռուսաստանի, Նիկոլի վռնդելուց հետո բնականաբար Հայաստանը կարող դարձնենք այնպիսի հարթակ, որտեղ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համագործակցության ամբողջ պոտենցիալը մենք կարանք ներկայացնենք Հայաստանում։ Այդ մանավանդ որ Միացյալ Նահանգների այն շրջանակները, որոնց հիմա Տրամպը հորդորում է որ ներդրումներ անել, իրանք ասում են մենք ոչ մի ցենտ չենք դնի Հայաստան, մինչև որ չունենան գերաշիկ, որ այդ երկիրը անվտանգ վիճակի մեջ է։ Իսկ քանի որ ամերիկյան զորքը չի կարող ստե երաշխավորի, որովհետև դա բոլորը հասկանում են եւ նույնիսկ այդ օգոստոսի 8-ի համաձայնագրում այդպիսի բան չկար, ինքը ամերիկյան կողմը ձևակերպել է ոչ թե որպես երաշխավոր, այլ որպես դիտորդ, միջնորդ, հա։ Եվ իրանք ասում են, որ մենք դեմ չենք, որ որևէ երկիր լինի այդ երաշխավորը, այդ թվում նաեւ Ռուսաստանը։ Այլ խնդիրը, որ այդ դերում հայտ է ներկայացել Թուրքիան, ես այս ինֆորմացիա ասեմ, եւ Թուրքիան ասում է մենք կարանք այդ երաշխավորը լինենք, եւ մանավանդ որ Փաշինյանը հակված է մեզ։ Իրանք են դա ձևակերպում։ Ասեմ դες իմանաք։ Այլ խնդիրը, որ ամերիկյան այդ հրեական եւ հունական շրջանակները դեմ են, որ Թուրքիան լինի, իրանց շահերի պատճառով։ Իրանք ասում են չայրած փոքրագույնը Ռուսաստանն է, քան Թուրքիան։ Բայց մյուս կողմից էլ Թուրքիան էլ ասում է, բայց Փաշինյանի թիմը անձամբ հակված է իմ հետ աշխատելու ոչ թե Ռուսաստան։ Ես ուղղակի ինֆորմացիա եմ ասում, որ դուք իմանաք մեր ժողովուրդը իմանա։ Հասկանում եք ինչն է խնդիրը, բայց Թուրքիայի երաշխավորության վրա
ամերիկացիները չեն վստահում, որտեղ ասում են, որ Թուրքիան որտեղ է երաշխավորի, այլ կոչնչացնի Հայաստանը, եւ այդ պարագայում մենք ինչ իմաստ ունի Հայաստանը ներդրում անենք, ավելի լավ չի մենք ներդրում անենք Ադրբեջանում։ Դրա համար եմ ես ասում, ստեղ մենք պետք է համադրենք մեր շահերը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ, եթե մենք Ռուսաստանի հետ համադրելով շահերը, Ռուսաստանի հետ վերականգնենք մեր վստահելի հարաբերությունները, որը ոչնչացված է, կազմակերպված է այս իշխանության պարագայում, դրան լրացնենք, փոխլրացնենք ամերիկյան շահերով, մենք այստեղ իսկապես կարողանանք եւ մեր սահմանները սահմանազատել եւ սահմանագծել եւ երաշխավորված խաղաղություն հաստատել, որտեղ երաշխավորված խաղաղության մեջ արդեն որպես երաշխավոր առաջին հերթին կլինի Ռուսաստանը նոյեմբերին համաձայնագրի շրջանակներում, հետո ես չեմ բացառի, որ դրանք գումարվի նաև Միացյալ Նահանգները, ոնց որ Մինսկի խումբը ձևավորվեց, սկզբից Ռուսաստանը, հետո Ֆրանսիան, հետո Միացյալ Նահանգները։ Դա իրատեսական է, որ նորից կարող եք այս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է խոսքը։ Շատ լավ, քանի որ Իրանի մասին խոսեցինք, սա վերջին ինֆորմացիան ուղղակի փոխանցեմ, ԱՄՆ-ն բաց է պահում բոլոր տարբերակները Իրանի հարցում միաժամանակ հորդորելով այդ երկրին բանակցել համաձայնագրի շուրջ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար կամ պատերազմի նախարարը։ Իրանը պետք է գործարք կնքի, Իրան հնարավորություն ունի գործարք կնքելու, դա այն արդյունքն է, որին նախագահը նախապատվություն կտա մեր գործն է տրամադրել տարբերակներ եւ մենք տարբերակ ձեր ասածների մոտավորապես դեռ այսի բան վիճակում եկեղեցու թեմայի մասին խոսենք հերթական Թայլանդակսուտը պայթեց, հա Նիկոլի գիտեք որ բարեսպուն իմաստով ահաբեկում էր ինքը եկեղեցուն ինչ որ հիշում եք այն մի ժամանակ շատ ակտիվ էր իր էջում հակաեկեղեցական գրեհիկ գրառումներ ու հայտա գրեհիկ ես անգամ չեմ էլ ուզում կրկնել անգամ չեմ էլ ուզում այդ խոսույթը նորից մենք դրա շուրջ խոսենք որտեղ խոսենք ոնց որ նորից իր ասածը տարածում ստանա ինչ էր անում ինքը եւ մի քանի օր առաջ փորձագիտական բանով այդ ամեն ինչը պայթեց բայց մենք ես երեք էի խոսում սրա մասին հիմա պետք է սա օրինակ ընդդիմությունը օրակարգ դարձնել որ տեսեք հա երակելական եկեղեցու շուրջ այս մարդու բերած բոլոր որ խոսույթը ամեն ինչը սուտ ստի կեղծիքի վրա է հիմնված արդեն գիտեք ինչ մարդիկ արդեն հոգում են Արշակ Սրբազանի մասին է գիտեք ես մի բան ասեմ հոգնեք սրբազանները փակված են Արշակ Սրբազանը շարունակում է հիմա ընդդիմությունը իրավունք չունի հոգնելու եւ պետք է բարձրաձայնի պահանջի որ ներողություն խնդրի եւ օր առաջ Արշակ Սրբազանին ազատություն տա ես համաձայն եմ ձեր հետ բայց ես չեմ հավատում որ այս իշխանությունը մինչեւ հունիսի 7-ը Չի, գոնե տնային կալանքը բան արեց, փոխեց Միքայել Սրբազանի։ Հա, բան չունեմ ասելու, միգուցե այդ Մկրտիչ Սրբազանի։ Բայց մեր նպատակը, որ իսկապես մեր երկիրը ազատագրելն է այս հայտարարությունից։ Ճիշտ եք ասում, պարոն Բոզյան, բայց հիմա այդ մարդիկ, մի հատ Բագրատ Սրբազանի վիճակն է, թույլ տանք մնան այս մարդիկ։ Ես թույլ տալու կամ թույլ չտալու, դա մեզանից կախված չի, որ մենք թույլ տանք կամ այս իշխանությունը ապրում է վախերի մեջ։ Այդ վախերի մեջ ապրող իշխանությունը իր համար այդ ձերբակալելը, բռնելը, սահմանափակելը, իրանց համար դա բան դուք չտեսաք, այնտեղ որտեղ որ կա դիմադրություն, այս պարագայում մասնավորապես հայ առաքելական եկեղեցու կողմից, տեսեք լուր համակարգված, կազմակերպված կա դիմադրություն գնացել է Ռուբինյանը 3 մտնում է քահանային, սպառնում է քահանան ասում է, հետևից ասում է ես չար ուժերին դավաճանին չեմ Չէ, կա դիմադրություն։ Այնտեղ որտեղ որ կա դիմադրություն, իշխանությունը հետ է քաշում։ Հիմա եթե այս հարցերում լիներ դիմադրություն, կազմակերպված, այսօր sense խելացի ասում եք, այս կետով, հենց այս նույն լիդերները կամ անդամները 3 օր շարունակ խոսել, որ օր առաջ ազատություն տաս Արշակ Սրբազանին, չեր ունենալու իր ազդեցությունը։ Հիմա ես sense ասեմ, Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը մաքսիմալ իրանց դերակատարում ունեցել են։ Հիմա կարող ենք մենք ամենս կարող ենք գնահատական տան, կարող ենք Հիմա դες մի բան ասեմ ձեզ, օբյեկտիվորեն մենք պետքա կենտրոնական բանը դնենք այս իշխանությունից ազատվելու Բայց նաև այս 60%-ին որ բերես այստեղ, այս 60%-ին արտնասնես, ասես դե նա ինքը ամեն տեղ ասատախոս։ Ինքը բոլորը տեսնում է, փորձագիտական բաները տվել ինքը ստախոս է։ Այդ 60%-ը ամեն ինչ արդեն հասկացել է, ամեն ինչ շատ լավ հասկանում է ինքը, բոլորը տեսնում են, որ ինքը եկեղեցու այս պատերազմը ֆունդամենտալ պարտվել է, որտեղ բոլորի համար պարզ է։ Հիմա Արշակ Սրբազանը փակված է։ Բագրատ Սրբազանը փակված է, Միքայել Սրբազանն ու Մկրտիչ Սրբազանը շարունակում են տնային կալանքի տակ գտնվել։ Ես հասկանում եմ, միանշանակ նույնպես եմ կրկնում, դա հասկանալի վիճակ է, այս մարդիկ
Հասկանալ չի, պետքա գործ անել, ընդդիմությունը պիտի այս առումով էլ չասի, որովհետև մենք ծրագրեր ունենք, պլաններ ունենք, մենք շատ խելացի ենք, դուք ընտրությունից առաջ այդ բոլոր ծրագրերն ու պլանները կտեսնենք։ Հիմա կոնկրետ բան կա, սուտը պայթել է այս մարդու, այդ սուտը պիտի դարձնել իրանման դրոշակ, ասել սուտը համաձայն եմ, բայց ինքը մի սուտ չի, ինքը ամբողջ ստերը ասենց պայթելով գնում է, ինքը հսկայական ստերը պայթում, ինքը կներես մի բան ասեմ ձեզ, ինքը սուտը պայթում է, ինքը խաղաղությունը բերել է, ասում է խաղաղություն են բերում ձեզ, արգելի ժողովուրդ, խաղաղության նշույլ անգամ չկա, ոչ մի երաշխավոր չկա, ոչ մի բան մեջ չկա, 12 կիլոմետր է բան եղած, հիմա այս հսկայական սուտը պայթել է, հավելին կարամ ասեմ, խաղաղության խաչմերուկը, մենոպե, խաղաղության խաչմերուկ, որ ասում են կոմունիկացիաները պիտի բացվեն, Ալիևը փետրվարի 15-ին պայթեցրեց այդ սուտը, հսկայական սուտ, որ ոչ մի կոմունիկացիա Հայաստանի համար չի բացվելու, եւ այն բենզինը, որ մենք ստանում ենք, դա զուտ նախընտրական բենզին է լինելու։ Եվ այս սուտը, որ ասես ամբողջ ժողովրդի համար արդեն պայթել է եւ ամբողջ քաղաքական վերնախավը դա արձանագրում է, դու ինք եկել ես հիմա ինչ ես խոսում։ Այս մարդիկ ափաշկերա ամենախայտարակ բաներն են խոսում եմ, որ ընդդիմությունը վատ է աշխատում, չի կարողանում սա օրակարգ դարձնել։ Հիշում եք նախորդ մեր հարցազրույցի ժամանակ խոսում էինք նոյեմբերի 9-ի մասին։ Դուք ասեցիք ինձանից մեզանից բացի ով էր ասում որ այդ հարցը տվեցիք, չէ՞ տվեցիք։ Ես էլ տվեցի 200։ Հիմա եթե այդ հարցով ընդդիմությունը միական լիներ, կազմակերպած էր, հանրությանը հասցներ, էբա գործ չկան նստում ասում ես էսը։ Տեսեք, մի վարքան, մի րոպե կներեք։ Այդտեղ դուք դժգոհ եք, չէ՞ որ տեղ չի հասել։ Ես էլ ասում, ինչի՞ եկեղեցու հետ կապված, տեսեք, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ես դժգոհ եմ եղել ընդդիմությունից։ Միանշանակ։ Եկեղեցու հետ կապված դժգոհ չեմ։ Ինչի որտեղ եկեղեցու հետ կապված Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը իրանց լուման դրել են, իրանց ինչ ամինչ արել են, իրանք բոլոր չեն արել, ավելի կարող են անել, հենց հիմա սրբազանը եկեղեցու հետ կապված ինչ պետք է անեն, որ դուք բանես են, ասեմ օրակարգ դարձեք, ասեք ես մարդը օրակարգը բոլորի մոտ օրակարգը կա, ինչի մասին է խոսքը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ կապված միանշանակ դժգոհ եմ, որտեղ նոյեմբերի 9-ի համաձայնագրով շատ քիչ ուժեր էին գիտակցում, թե ինչա կատարվել։ Դա շատ պարզ խնդիր է։ Մի բան է գիտակցել, մի բան է գիտակցելով հանդերձ շատ կոնկրետ, շատ կազմակերպված ինչ որ բան անել։ Սրա մասին եմ ես ասում, որ քիչ է արվում։ Լավ, հիմա ես նույնց եմ կրկնում, բնականաբար բոլորը գերիների հարցում էր, հա, դուք բան ունեիք ասելու։ Գերիների հարցում ես ուզում եմ մեր ժողովրդին նորից հիշեցնեմ, որ այս դատավարությունից ավարտելուց հետո միջազգային ամենահեղինակավոր եվրոպական կառույցը Amnesty International-ի տարածաշրջանային ղեկավարը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ոչ միայն դատապարտեց այդ Բաքվի դատավարությունները, ինքը հայտարարեց, որ դա միջազգային լեգիտիմություն չունի, որովհետև փաստացի դա ըստ էության պրակտիկորեն բոլոր կանոնները, որ միջազգային ստանդարտները պահանջում են, խախտել էր ադրբեջանական կողմը եւ կարելի ասել, որ դա վերդիկտ էր, որ եւ Ադրբեջանը շատ նյարդային ռեակցիա արձագանք տվեց դրան, որտեղ շատ լավ հասկանում է, որ այն ինչ որ հիմա իրանք կատարում են, դա միջազգային հարթակներում խիստ բացասական անկալվում եւ ցավոք սրտի Հայաստանում քաղաքական դաշտից լուրջ արձագանք չեղավ, էլի հիմա էլի կասեմ, հիմա ասեմ դուք էլի պետք է ասեք մեր բանը կուսակցությունից Անդրանիկ Թևանյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին այս գնահատականի համար, լավ կներ որ մյուսներն էլ այդպիսի գնահատականներով հանդես գան, որովհետև միջազգային հանրությունը չի կարող հայերից ավելի հայ լինի, հայաստանցիներից ավելի հայաստանցի լինի, հասկանում եք ինչ նախնդիրը, դա ամոթ է որ իրանք գնահատականը տալիս են, մենք ուղղակի էմոցիոնալ sense բաներ ենք անում, մեր մոտ էլ պետք է որ մենք բոլոր քաղաքական ուժերը պաշտոնական հայտարարություններով գնահատական տային այս ամեն ինչին եւ գնահատական տալով ձևակերպեին այն ճանապարհը որ պետք է լուծենք, իսկ մենք ասում ենք հետեւյալը որ այս ժողովուրդ ջան ձեզ եմ ասում որ գերիների ազատման մեջ շահագրված են լինելու այն ուժերը ովքեր որ կդառնան մեր խաղաղության գործընթացի երաշխավորները հիմնականում դա Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են լինելու ես կարծում եմ որ այս հարցում նաև Եվրոմիության ներկայացուցիչներին կարելի է ներգրավել այդ process-ի մեջ եւ այս ճնշման արդյունքում ես համոզված եմ որ մենք կլուծենք մեր գերիների խնդիրը որովհետեւ առանց գերիների ազատման ծիծաղելի կլինի ընդհանրապես խոսել խաղաղ պայմանագրի կնքման մոտ։ Ուղղակի ծիծաղ դա վիրա, եթե մենք դրան հասնենք, դա կնշանակի այս ժողովուրդը ամբողջ աշխարհի առաջ կարող խայտարակվի։ Սա ես ուրիշ ձևակերպում չեմ կարող տամ։ Սա միանշանակ է։ Եվ վերջին հարցը 3.6% բյուջեն ներքին գործերի, ուրեմն բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել ներքին գործերի նախարարություն, իսկ հանցագործության թվերը
կրկնապատկվեն, եռապատկվեն, գապատկվեն, իրենք են ասում, պարոն Ռոզյան, իրենց ներկայացրած թվերով, ինչ ասեմ, ոնց որ բանդիտիզմը տարածված է ամենուր, ինչ ունեք ասելու։ Տեսեք, այդ բանդիտիզմը դա ես կարծում եմ, որ մենակ վարչական միջոցներով չես կարա լուծես։ Այդ բանդիտիզմը տարածված է, որովհետև կա ամենաթողության մթնոլորտ, ամբողջ քաղաքական մթնոլորտում, այսինքն քաղաքական, տեսեք, մի հատ բան ասեմ, այս որ բանում Փարաքյանը սպանեցին, չէ՞։ Այդ սպանությունը դա ինչքան էլ որ ձևակերպում որ անհատական դա քաղաքական սպանություն է համարում։ Դա որտեվ դա օբյեկտիվորեն այդ միջավայրը ծնեց այդ process-ին։ Ոնց որ ասենք Ջարդի քրքին, որ այդ բանում այդ Միացյալ Նահանգներում որ սպանեցին, դա էլ էր քաղաքական սպանություն։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ անպայման չի որ պետությունը որոշում կայացնի, որ այս մարդուն պետք է սպանել։ Այն միջավայրն ու մթնոլորտը, որ ինքը ձևավորում է, ծնում է այս process-ը։ Երբ որ դու նարկոմանիան տարածում ես այս մասշտաբների, երբ որ դու այս լկտիությունը տարածում ես այս մասշտաբների, երբ որ դատարանները դարձնում ես բարից բուն իմաստով ձևական ծիծաղելի մանկարդակի որոշումներ են կայացնում, մարդու մի նախադասության համար բանտ են կողում, այս եկեղեցականների նկատմամբ սենց բան Հայաստանի 30 տարի մեջ մարդիկ չէին տեսել, որ սրբազաններին դատապարտեին կամ բանտ կողին։ Սա խայտը այս նորորդը տեսնելուց հետո բնականաբար հասարակության մեջ առաջանում է անարխիայի էլեմենտ։ Այդ անարխիայի էլեմենտը արդեն մարդիկ արդեն հասկանում են, որ դատական համակարգը արդեն վարքաբեկվում է, դատական համակարգը փչանում է։ Դատական համակարգը այտենց չէր կայացել մինչև էտել, բայց ինչ որ process գնացել էր զարգացման, ինչ որ մի հատ ցիկլ ունեցել էր արդեն եւ մինչև 18 թվականին արդեն ճիշտ է մենք կատարյալ դատական համակարգ չունեինք, բայց նույնիսկ միջազգային կառույցները արձանագրում են, որ մեր դատական համակարգի բանը ավելի զարգացած էր, քան Վրաստանում, քան Ռուսաստանում, նույնիսկ արևելյան Եվրոպայի մակարդակի զարգացման էլեմենտ կար։ Այդ գոնե այդ մի հարցում կար։ Հիմա ոչնչացվել է այդ համակարգը։ Հիմա արդեն գոյություն չունի տես բան։ Եվ եթե դու դատական համակարգը քանդում ես, եթե դու բարոյական մթնոլորտը ոչնչացնում ես, բնականաբար արդեն առաջ է գալիս արդեն այս բանը ռազմորկանների խնդիրը, որտեղ ռազմորկան երբ առաջ գալիս է, որ դատական համակարգը բանը կոտրվում է, չէ՞։ Այդ ժամանակ արդեն գալիս է ռազմորկայի խնդիրը, արդեն եթե դու ներքին գործերի համակարգում, ասենք 5 անգամ մեծացնես քո շարք մեկը դու այդ խնդիրը չես լուծելու, որտեղ դու արդեն մթնոլորտն ես փոխել։ Շատ կարևոր խնդիր է։ Իսկ առանցին ես կուզեի նաև նշեի հետևյալին, տեսեք, մեր մոտ ուսուցիչների աշխատավարձները, չգիտեմ, 100,000, 150,000, 200,000, իսկ պարեկների աշխատավարձները 400,000, 500,000, դա ողբերգություն է, դա գիտեք, դա վերաբերմունք է այս մարդու, այս իշխանության վերաբերմունքն է քո հասարակության նկատմամբ, այսինքն բացարձի քո ուսուցիչը ինքը երկրորդական, երրորդական դեր է կատարում, իսկ դու ասենք, չգիտեմ, որտեղից հանում ես պետության եք վերացել, հիմա 10,000-ից դարձել է 30,000։ Այդ ասող է, այդ ասող է, բղավում էր ազգային ժողովից Նիկոլը։ Դեք ինչն է խնդիրը, սա ուզում եմ հասկանամ, էլի, սա նպատակ է, սա լավ դու ուզում ես բարո լքես քո հասարակությունը, արժեքների փոփոխությունը կազմակերպես որ քո հասարակության մեջ, չէ, ես չեմ կասկածում։ Պարզապես այս աստիճանի բացահայտ այս մոտեցումով, ուղղակի չգիտեմ, ես ուղղակի շշմելու բան է, էլի։ Ուղղակի շարունակեք վախեցած մնալ, ԿՊԱ-ականներ ճիշտ եք անում, որ վախեցած եք, որտեղ ես sense ձևակերպեմ, ուրեմն ԿՊԱ-ականների ճնշող մեծամասնությունը պատանդի կարգավիճակի մեջ են։ Մենք հունիսի 7-ից հետո մենք ազատելու ենք իրանց այդ պատանդի կարգավիճակից։ Ես ինքս գոնե գիտեմ մարդկանց, որոնք այդ հոգեվիճակի մեջ ապրում են, անձամբ եմ ճանաչում այդ այս մարդկանց եւ գիտեմ, որ իրանք հոգու խորքում Վայ, եկավ ձեզ տարավ, եթե հանկարծ այդ ցուցակում աղքի նախագահ հայտնվեց, կամ այնտեղ չգիտեմ ինչ որ մարդիկ կան, որ դուք էլի անձերին եք բերում, դուք այն անձերի մասին մի խոսացիք, այդ անձերի մասին չի խոսքը։ Մենք այստեղում նստած ենք։ Տեսեք, դուք այդ անձերի մասին չի խոսքը, դուք մոռացեք մի բան։ Անձերի մասին է խոսքը։ Տեսեք, մի բան ասեմ ձեզ, էլի, պարզ մի ձևակերպում կա, քաղաքական պատմությունը նայեք, տեսեք, թե ինչից ինչ կարա հետևի։ Ես ուղղակի ձեզ ասում եմ, հետո վաղը մյուս օր ասել եք, բա ինչի տենց ստացվեց, ասել եմ, որտեղ դուք այսպես եք բանանում։ Ես այն մարդը չեմ, որ շատ լավ հասկանում եմ, թե մեր ժողովուրդը ինչ հոգեվիճակի մեջ է ապրում։ Բայց ես չեմ կարծում, որ պետքա մենք մի վախի մթնոլորտը փոխենք մի հատ ուրիշ վախի մթնոլորտը։ Մենք տենց երկիր չենք կարող կառուցել։ 100% եմ ասում։ Շնորհակալություն։